Привет, Ռոբ։ Ղարաբաղի կորուստը կապում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարելի է մարդկանց սպանել։ Բոլորը դժգոհ են։ Քանի անգամ է զերով մոշավեք։ Մարտի 1 Ես հիմա ճաղոտ գնացեք մտածեք ինչն եք սխալ արել։ ամեն ինչ լավ է լինելու բոլորի համար։ Մեր երկրում ազատ ուրա Բարև ձեզ, մենք սկսում ենք Սովորական մարդիկ ոդկասթը։ Այո, բարև ձեզ, մենք սկսում ենք Սովորական մարդիկ ոդկասթը։ Սա ոդկասթը է սովորական մարդկանցով, սովորական բաների մասին։ Ես սովորական մարդ Հայկն եմ։ Սովորական մարդ Մուրադ։ Հաճելի։ Խոսելու ենք հիմնականում քաղաքականության մասին։ Այս ոնց որ հիմնական տոպիկը մեր լինելու է քաղաքականությունը իր բոլոր դրսևորումներով։ Այո։ Մեր կյանքի մասին, Որը քաղաքագայի մասին, կրկին քաղաքական, մեր անցյալի մասին։ մաքսիմալ քաղաքական։ Պետք է ինձ թվում է սկզբի համար պարտադիր ներկայանալ, որ մարդիկ հասկանան մենք ովքեր ենք, որովհետև լեգիտիմության հարց կա, հա։ Բոլոր մարդկանց մոտ հարց առաջանալու թե ովքեր են սրանք, ինչի են նրանք խոսում։ Ես ունեմ իմ պատասխանը, իրական ես արդեն իրան հնչեցրել եմ։ Սովորական մարդ է։ Սովորական մարդ, այո։ Вообще կապ չունի, ես ով եմ, ոչ մի նշանակություն դա չունի։ Հենց դրա հաշվին էլ ես ձեր հետ միասին, Մուրադի հետ միասին, ուղղակի փորձելու եմ հասկանալ, ինչ է կատարվում, ինչ կարծիքներ կարող լինի դրա շուրջ, եւ ինչ է պետք անել։ Ի վերջո։ Այո։ Ու ուր ենք հասնելու մենք բոլորս։ Այո։ Քանի որ մեր հիմնական թեման քաղաքականությունն է, իսկ մենք պատրաստվում ենք ընտրությունների առաջիկայում։ Մեր առաջի թեման կլինի ընտրությունները։ Խոսելու ենք ընտրություններից իր ամբողջ ծաղկե բնակով, ներկա բնակով, ծաղկե պսակով։ Այո, սովորական անգրագետ մարդկանց։ Այո, ինչպեսին մենք բոլորս ենք, ստեղ ոչ մի հատուկ պրետենզիաներ չկան։ Այո, ընտրությունները բնականաբար իմ ամենաթեժ թեման են, ինձ թվում է իմ կյանքի ներքո հələ չեմ տեսել ես այսքան լարված լինի հասարակությունը։ Ես այդ նկատի չունեմ, որ հիմա ամենալարվածն է, չէ, բայց հիմա այն ոնց որ առաջի դեպքն է իմ հասկանալով, իմ զգալով, որ կա ինչ որ չափի ոնց որ նորմալ քաղաքական կյանք, այսինքն կա ազատ խոսք, կան իրոք ինչ որ հակադրված ուժեր, կա ինչ որ քաղաքական պայքար, ոչ թե, ասենք հեղափոխությունից հետո, պատերազմից հետո, ինչ որ կրիզիսային վիճակում, ինչ որ որոշում պետք է կայացնենք, թե չէ կատաստրոֆա է լինելու հեղափոխություն եւ այլն եւ այլն։ Կապիտ ասած, վերջին մի քանի տարին եղել են տենց ոչ պատմական իրադարձություններով լի տարիներ, ու հիմա ոնց որ այս ընթացքում ավելի հանդարտ վիճակում ընտրություններ են, այդպես ուզում ասել։ Դե ավելի կրիզիսային էր այն ժամանակ, իսկ հիմա ոնց որ սենց էլի շատերի համար հաստատ կրիզիսային է համարվում, բայց մեկը ոնց որ առաջի սենց ոնց որ ծնվավ էլի քաղաքականությունը իր ինչ որ սենց ավելի նորմալ ձևով, քան թե կարող լիներ։ Բայց ինձ թվում է մեկա շատերի համար հիմա երևի մեկա շատ ինչ որ կատաստրոֆիկ մթնոլորտ է, լիքը մարդիկ ու լիքը իհարկե քաղաքական գործիչներ ու ուժեր այդ են ասում, որ հիմա է որոշվում ապագան ու էլի եթե սխալ անենք ամեն ինչ կոտորվելու է եւ այլն, այդ ապոկալիպտիկ դրամատրությունները իհարկե Հայաստանում շատ Դե ինձ թվում է իրականում եթե նայենք արտաքին քաղաքականության տեսանկյունից, այդ բավականին օբյեկտիվ են դրանք, որովհետև ինչ որ ոնց որ կողմ բռնելու վիճակներ են աշխարհում փոխվում ալիքը բան, ու ոնց որ Հայաստանում հիմնականում հենց այդ տեսանկյունից է իմ տեսնելով, որ բանը կատաստրոֆիկ է այդ, որ մենք սխալ կողմ ենք բռնում, մենք պատմության սխալ կողմում ենք, ոնց որ սենց ինչ որ մարդկանց մի մասը, որոնք կարծում են օրինակ այդ երկու գլոբալ ուժերի հակադրության մեջ էլի, իբր Ռուսաստան ու մնացած ամեն ինչ։ Դե հա կա ինչ որ էսկալացիա բնականաբար հիմա, քան թե նախկինում, բայց ես մեկա չեմ կարող անկեղծորեն կիսեմ այդ ապոկալիպսի զգացմունքը։ Ինձ հակառակը ավելի շատ հետաքրքիր է ու ես ուզում եմ այդ որ մենք ծննդաբերենք այդ քաղաքականությունը, որ ցած լինի նորմալ քննարկումներ, որ չլինի դա զզվելի ինչ որ մարդկանց համար, որ մարդիկ հոգնած չլինեն, ոնց որ հիմա մարդիկ զգում են, որ դրանով պետք է հետաքրքրվել, բայց ավելի շատ էլի տենց
կատաստրոֆայից խուսափելու պատճառով։ Եթե մի քիչ ավելի ամեն ինչ նորմալ լիներ ու հանդարտ, արտաքին քաղաքականությամբ, թե որ ուրիշ հարցերով, ոնց որ էլի մարդիկ հետ կվերադառնային, այդ դե լավ է, դե ինձ մեկ է, ես չեմ զբաղվում, ինձ հետաքրքիր չի։ Ու հիմա ոնց որ այդ լավ պահն է, որ ինձ թվում է, ու դա իմ հստակ դիրքորոշումն է, որ դե բոլորը պետք է զբաղված լինեն քաղաքականության մեջ ինչ որ ձևով, հետաքրքրված լինեն քաղաքականությունով, քննարկեն, ու դա չպետք է համարվի ինչ որ զզվելի վատ բան, ու այդ պոզիցիան, որ ինձ էդի հետաքրքիր չի, ես իմ աչքը քաշած իմ կյանքն եմ ապրում, այդ լավ պոզիցիա չի։ Ապշեմ համաձայն։ Դրա համար էսի ոնց որ լավ պահա, որ ինչ որ սերմացվի այդ զգացողությունը, որ քեզ պետք է հետաքրքիր լինի, առավել եւս երբ որ ընտրություններն է գալի, այսինքն դա բառից բուն իմաստով ընտրությունն է, որ դու պետք է կատարես, ոնց որ հետաքրքիր չի, որ մարդիկ կարող է ասենք փոշեկուլը ընտրելու վրա ավելի շատ ժամանակ ու ջանք են ծախսում, համեմատում են, ուսումնասիրում են, ինչ-որ ծրագրերը կարդում են փոշեկուլների, այսինքն երկար ջանք են թափում, որ լավ ընտրեն, իսկ ասենք իրանց երկրի ղեկավարներին չեն ընտրում ընդհանրապես կամ ինչ-որ տենց։ Դա ինձ թվում է կան որտեղ մարդիկ, որոնք գիտեն, որ այս փոշեկուլը իրանց դուր է գալի, ու միշտ իրանք այս փոշեկուլից են առնելու, երբ որ փշանը։ Ու գնում են այդ նույն քաղաքական ուժին ընտրում։ Կամ ընտրում բան, այդ մեն փոշեկուլ են առնում, որ լյուբոյ փոշեկուլ լինի, բայց այն Samsung-ը հանգարց չլինի։ Նախքին փոշեկուլը չլինի։ Այո։ Չգիտեմ, բավարար ինձ թվում է, որ պետք է մի քիչ նորմալիզացնել այդ, որ քաղաքականությունը ոնց որ քաղաքական գործիչներին շատերին ձեռնտու է նենց անել, որ զզվելի լինի քաղաքականությունը, որովհետև այդ ժամանակ իրանք ունեն իշխանություն ու մարդիկ հետաքրքրված չեն իրանցով։ Երբ որ պետք է լինի ուղիղ հակառակը, երբ որ դու ունես իշխանություն, դու պետք է ուշադրության կենտրոնում լինես։ Պետք է բոլորը քեզ ուշադիր հետևեն, թե դու ինչ ես անում այդ իշխանությունով, հա, այսինքն մենք գտնվում ենք, քանի որ մեր համակարգը քաղաքական այսպես կոչված ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը նշանակում է, որ փաստացի մարդիկ մանդատը, հա, այսինքն իրանց ձայնը, իշխանությունը, որը իրանց պետք է պատկանա, իրանք փոխանցում են ինչ-որ մարդու ժամանակավորապես եւ այլն եւ այլն։ Իսկ բնականաբար դա պետք է քեզ շատ հետաքրքիր լինի։ Ես вообще չեմ հասկանում, ոնց որ ինձ պրոստը այդ կողքից դաժե անկախ ամեն ինչից քաղաքականությունը շատ հետաքրքիր է, էլի ամեն ինչով։ Ոնց որ դա նիսկ։ Չէ, հա, դա համ կարող լինի հենց քո հետաքրքրությունը, բայց եթե նույնիսկ դա քեզ չի հետաքրքրում որպես որտեղ շատ բան է կախված ոնց որ դրանից քո կյանքում, քո ամեն ինչում, բուկվալն այն ամեն ինչը ինչ կատարվում է քո կյանքում, այդ շատ ուղիղ կապ ունի այն ամեն ինչի հետ, թե ովքեր են իշխանության այդ պահին։ Դա համար տենց, ինձ թվում է պետք է նորմալիզացնել, ինձ թվում է մենք փորձելու ենք այդ անել, որ ինչ որ առողջ խոսակցություն դրա շուրջ վարվի, ուղղակի փորձել հասկանալ, ես դրա համար ինձ սեփական ինչ որ տենց նպատակ եմ իմ առաջ դրել այս ոդքասթի ընթացքում, շարունակական, ոնց որ ես ինչ որ դիրքորոշումներ ունեմ հիմա ձևավորված, թե ոնց գնահատում, ում եմ, չգիտեմ, հավանում, ում չեմ հավանում, ինչ որ գնահատականներ ունեմ, բայց իրանք տենց էլի բավականին հում են ու տենց լավ ձևավորված երևի չեն, որովհետև ես ինքս բավականին չափ աշխատանք չեմ կատարել լավ հասկանալու, թե ինչա տեղի ունենում, ու ես կփորձեմ այս պատկաստը առիթ օգտագործելով, որ ես հասկանամ ու տեսնեմ ոնց է փոխվում, ինչ էվոլյուցիա է ապրում այդ իմ դիրքորոշումը, ու այդ երևի հույս ունեմ։ Ես դու ունես ինչ-որ կրիտերիաներ, թե օրինակ ոնց որ ինչին պետք է համապատասխանեն քաղաքական ուժերը, որ դու նախընտրությունը տաս իրանց ընտրությունը։ Հա, ես ինձ թվում է առաջի հերթին արժե համակարգի հարցն է, էթիկական, հա, արժե համակարգ, թե ինչն է մորալը, բարոյական։ Հա, ինչն է լավ ու վատ է, ինչն է լավ, ինչն է վատ, ոնց որ ամենահիմնային այդ հարցերի շուրջ պետք է համաձայն լինեմ ես այդ մարդու հետ, այսինքն պետք է ես զգամ ու հասկանամ ու լսեմ ու տեսնեմ, որ իրանք կիսում են գոնե ամենահիմնական ինչ որ արժե համակարգը իմ հետ, եթե չեն կիսում, արդեն էական չի, այդ նշանակում է իրանք վատ մարդիկ են իմ համար։ Вообще ինձ թվում է դա հիմքն է ամեն ինչի գնահատականը քաղաքական գործի շիրտև ընդհանրապես գնահատականը տալուց առաջ դու պետք է ինքդ հասկանաս քո արժեքը համակարգը որն է, որտեղ սա օբյեկտիվ բաներ չկան, սի մաթեմատիկորեն չես կարող հաշվես, չափես, սա օբյեկտիվ չի, սա հենց հիմնվում է քո էթիկական, հա, աշխարհայացողության, քո գաղափարների վրա, դա կարևոր, այսինքն կարելի է մարդկանց սպանել
չգիտեմ, ամենա դեբիլ օրինակով եթե խոսենք, կան դեպքեր, որտեղ որ կարելի է, թե ընդհանրապես երբեք չի կարելի։ Ինչն է ավելի կարևոր, չգիտեմ, անձի երջանկությունը, թե հասարակության որպես, կոլեկտիվի բարեկեցությունը։ Եվ այլն, ինչ-որ հարցեր կան, ու այդ հարցերին դու պետք է ինքդ քո մեջ պատասխան տաս, որպեսզի вообще հասկանաս ինչ է կատարվում դրա շուրջ։ Ու ինձ թվում է այդ հարցերի պատասխանները բոլորն ինչ որ ինտուիտիվ կերպ ունեն իրաց։ Ինչ որ չափով ունեն այդ կամ զգացական մակարդակում կամ մտածել են ոնց որ դրա արդյունքում, բայց հա փաստացի գոյություն ունեն։ Ես տենց արագ կարամ ուղղակի վզվելի դառնա յուրաքանչյուր տենց բան են ամենաբազովի մակարդակով որ ուղղակի ինչ որ քաղաքական գործիչ ինչ որ ձև արտահայտվի ինչ որ բանի վրա, որտեղ ես տեսնեմ որ ինքը հիմնային ուրիշ բանի վրա է հենված, ինքը ուրիշ ձև է մտածում, իր արժեքները ուրիշ են ու դա այսինքն կարա պրոստը արտահայտվելու ձևը իր այդ հա ինչ որ նուրբ փոքր բաների մեջ որ թեմայի շուրջ քննարկման ժամանակ ինչ որ կարծիք հայտնելու ժամանակ ուղղակի դու տեսնում ես որ այս մարդը իր սրտի խորքում ներսում մտածում է այս ձև, որը ասենք կարա չհամապատասխանի իմ չգիտեմ, ես մի քիչ տես չեմ մտածում, ես մտածում կարա մարդը ասենք արտահայտվի այս ձև, բայց ինքը իր խորքում այդ ձևը ոնց որ չլինի այդ իր բնորոշող բանը, իր տեսակետների, իր դիրքորոշման, որտեվ կարծում եմ որ տենց արտահայտվելու շատ տարբեր ձևեր կան էլի ու այդ вообще չի փոխանցում։ Okay, լավ, ինչ որ դեպքերում փոխանցում է այն ինչ որ Ես կոնկրետ բան օրինակ, եթե հիշես, հələ կհիշես, սկզբի վախտերը պարոն Փաշինյանը, երբ որ խոսում էր Չեմ հիշում ինչից էր խոսում, ազգային ժողովի որ նիստի ժամանակ ելույթ էր ունենում ու խոսում էր հարկային օրենսդրության մասին էր թե ինչ, ինքը մի հատ օրինակ էր բերում, որ իջևանցիները թող գնան ձեռով մոշ հավաքեն պատմությունը։ Այդ չգիտեմ ինչքան որ հայտնի մաս դառը, իմ մեջ լավ տպավորվել էր, որտեղ ինքը ուղղակի ինչ որ տենց իր դիրքորոշումը պատմելիս թե տնտեսական եւ այլն ինչ պետք է լինի, ոնց պետք է անենք, ինչ որ sense արտահայտություն է ասում, որ Իջևանում լիքը մոշ կա, խի են տունը նստած, թող գնան ձեռով հավաքեն, ծախեն։ Տենց մի բան հիշում եմ, բայց ազգային ժողովում չէ, այլ Իջևանում եմ հիշում, որ ասում։ Բայց մոշի վրայով չէ, հիշում եմ, որ ինչ որ էլի աշխատելու վրայով էր, որ յանի ոնց որ լիքը աշխատելու ձև կա էլի, տենց պարապ նստել փոխարեն կարելի է գնալ լիքը բան անել ոնց որ։ Բայց այդ իմ արժե համակարգի հետ արդեն կոնֆլիկտ։ Օրինակ ես եթե դրա փոխարեն ասեր ոնց որ օրինակ պարապ նստելուց ցանկացած բան ավելի լավ է, կարա գնաք ինչ որ բան անեք, այդ կմտներ ավելի։ Թե ոնց որ այդ բուկվալնը միտքն է, որ քո արժեքակը չի բռնում։ Ես դրա հիմքում տեսնում եմ այդ, որ դու մեղադրում ես անգործ մարդուն, որ ինքը անգործ է, որը փաստացի կներեք։ Ես տենց էդի ինձ թվում է հավատքի թեմա է, էլի, թե դու ոնց ես մտածում մարդը ինչ ձև է։ Ես համոզված եմ լիքը մարդ, ես գիտեմ, որ մտածում է հենց այդտենց, որ գոյություն ունեցան վատ ալարկոտ մարդիկ, ու իրանք արժանի են վատ կյանքի։ Այո, ու կան աշխատասեր մարդիկ, որոնք ոնց որ միշտ հնարավոր չէ դու աշխատասեր լինես ու չհասնես հաջողությանը։ Սենց ես դրան չեմ հավատում ուղղակի։ Ինձ թվում է չկա ալարկոտ մարդիկ, կան դժբախտ մարդիկ, ինչ որ նենց միջավայրում մարդիկ, որտեղ իրանք չեն կարող ապրեն լիարժեք լավ կյանքով ու տենց իրանք չպետք է երկրի ղեկավարը իրանք ամոթանք տա, որ դուք գիտեք ինչ կա, տունը նստած եք, գնացեք այնա ձեռով մոշ հավաքեք։ Դու քանի անգամ ես ձեռով մոշ հավաքել։ Այդ ինչ ասելու բան է։ Մեր կոնկրետ դեպքում ու ոչ միայն մեր դեպքում ոնց որ գնալ ընտրել այն ուժին, այն կուսակցությանը, որը արժանապատվով քեզ համապատասխանում է, միշտ չի որ տալիս է իր արդյունքը, օրինակ վերցնենք մեր ընտրական օրենսգրքի դեպքում, որը օրինակ ես մի քանի անգամ եղել է տվել եմ ձայնը այն ուժերին, որոնք մաքսիմալն են համապատասխանել իմ արժանապատվին, որը էլի տենց ինչ որ շատ այո բնականաբար մենք չարաշ կես ժամ դաշնակցության երկրն ենք այո մեր սիրելի երկրը բանը էլի չեն համապատասխանել ոնց որ sense violent slide չեն համապատասխանել զվանի, բայց ամենամոտն են եղել իմ արժեհամակարգին ու այդ մի քանի անգամն էլ չեն անցել այդ ուժերը, որովհետև Հայաստանում պարլամենտ անցնելու շեմը շատ բարձր է, էլի 5% կուսակցությունների համար 7% դաշինքների, չգիտեմ, տենց ուժեր, ես օրինակ չգիտեմ ինչ որ, չեմ հիշում ընտրություններից ինչ որ ուժ, որը ասենք 6% է հավաքել, սովորաբար մեր մոտ ընտրություններին հավաքում են կամ 10-ից բարձր,
կամ ասենք տենց 3-ից ցածր էլի։ Հա դե մենք ընդհանրապես պարլամենտարիզմը նոր ենք ինչ որ փորձում ու հա Սերժ Սարգսյանի օրոք ընդունված համանadrությունը շատ ինչ որ տենց էլի fake պարլամենտարիզմի ձևաչափ է, որը Ինձ հետաքրքիր է ոնց որ կար Վենետիկի հանձնաժողով սահմանադրական փոփոխությունների։ Կամ ինչու՞ իմը։ Այո, որը որ ոնց որ approve էր անում էլի, ասում էր ատոշնի է այս սահմանադրությունը, այս փոփոխությունը։ Վենետիկը թեոկրատիա չի։ Վենետիկ չէ, Վատիկանն է թեոկրատիա, ճիշտ է։ Վենետիկը բան չի, առևտրային հանրապետություն չի, մի քաղաք։ Ուզում ասեմ, այլ ինչ Վենետիկ։ Չգիտեմ իրանք ինչ են ապրում։ Լավ, ամեն դեպքում, բայց չէ, իմ ասածը այն է, որ ոնց որ լրիվ անիմն չէր ընդունել այս տիպի սահմանադրություն, այնտեղ հավանաբար հաշվի են առնվել մի քանի կետեր, թե ինչի օրինակ պետք է լինի կայուն մեծամասնություն, որտեվ ոչ միայն Հայաստանի պարագայում կառավարելիության խնդիրը կա, այսինքն երբ որ չի լինում տենց օրենսդրորեն ամրագրված, որ ասենք, օրինակ կայուն մեծամասնության կետը չի լինում, պետք է լինում ստիպված են այդ ուժերը կոալիցիա կազմեն, ոնց որ կառավարություն։ Հրաշալի է, բայց երբ որ չեն կազմում կառավարություն, երկիրը ընկնում է բանի մեջ, ասենք, տենց ինչ որ տենց բանի տենց լողում է, ինչ որ տեխնոկրատ, ասենք, կառավարություն է ընտրվում, որը այդ ընթացքում պրոստը ձեռտակի այդ օրվա գործերը անում է, մինչև ընտրվի կառավարություն, ու երբ որ այդ երկարաձգվում է, ասենք, տարիներ օրինակ, որովհետև չի հնարավոր չի լինում կոալիցիա կազմել, այդ արդեն ոնց որ լուրջ ազդեցություն է ունենում այդ երկրի ամեն ինչի վրա բուկվալն։ Դրա համար ոնց որ այդ հարցը լուծելու համար կա այդ կետը, ոչ լավագույն կետը, միանշանակ ոչ լավագույն լուծումը, բայց ես կարծում եմ ոնց որ այդ կետը դրան է ուղղված, էլի։ Ու ուրիշ բան կարելի է այնտեղ ինչ որ տենց բաներ անել, խաղալ մի քիչ, ասենք, չգիտեմ, ընտրական շեմը իջացնել, բայց պետք է մտածել այդ ոնց կաշխատի այդ կայուն մեծամասնության սկզբունքի հետ, էլի։ Օրինակ, գնաս, ուզում եմ պրոստը կոնտեքստը տալ մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն, ինչի մասին է հիմա խոսքը գնում, Հայաստանի ընտրական օրենսգրքով գոյություն ունի, հա, այդ կայուն մեծամասնության օրենքը, որը նրա մասին է, որ եթե նույնիսկ դու չես հավաքում պարլամենտական մեծամասնություն, որը որ թույլ է տալի քեզ ընդունել օրենքներ եւ ընտրել վարչապետին եւ շարժվել առաջ, այսինքն գործունակցել կառավարությունը, քեզ ավելացնում են այնքան ձայն, ինչքան որ պետք է, որպեսզի դու ունենաս այդ կայուն մեծամասնությունը։ Շատ մատերի վրա եթե փորձենք բացատրենք, միտքը դա է։ Դա է, ճիշտ եմ հասկանում։ Կոպիտ ասած, ոնց որ եթե դու հավաքել ես ամենաշատ ձայնը, ոնց որ այդ տոկոսային հարաբերությամբ ոնց որ քեզ բաժանվում են այդ նստարանները պարլամենտի տեղերը ու ավելացվում է այնքան, մինչև դու ունենաս այնքան տեղեր պարլամենտում, որ կարողանաս օրենքները ոնց որ այդքանը բավարար է, այդքան մարդը բավարար է օրենքներ անցկացնելու համար։ Այսինքն Հայաստանում այդ քանի տոկոսներ 52 կարծեմ։ Ինչքան հիշում եմ։ Բայց Հայաստանի ընտրական օրենսգրքում դրած է նաև մի հատ ուրիշ բան, որը որ սահմանափակում է, ոնց որ եթե օրինակ դու հավաքում ես 72% ձայնից ավելի, որը սահմանադրական մեծամասնությունն է, 72%-ը, այսինքն պետք է 72% պարլամենտում ոնց որ 72% ձայն է պետք, որ կարողանաս սահմանադրական փոփոխություններ անցկացնես, ու եթե դու հավաքել ես, ասենք, ընտրությունների արդյունքում 75% ձայն, մյուս ուժերին ավելացնում են համապատասխանաբար այնքան, որ քո ոնց որ կշիռը պարլամենտում 72%-ից իջնի։ Որպեսզի չկարողանաս սահմանադրական մեծամասնություն ունենաս ու մենակ քո ուժով սահմանադրական փոփոխություններ անես։ Սահմանադրական փոփոխությունները չի նշանակում սահմանադրություն փոխել ամբողջությամբ, որտեղ դա պետք է հանրակրվեով անցկացվի, այլ կոնկրետ ասենք ինչ որ կետեր սահմանադրության մեջ։ Օրինակ, չգիտեմ, եթե կետը չլիներ ու ԿՊ-ն ենթադրենք այս ընտրություններում հավաքեր սահմանադրական մեծամասնություն, ինքը կհաներ օրինակ սահմանադրության այդ անկախության հռչակագրին հղումը կարար հաներ։ Ենթադրում եմ օրինակ, չգիտեմ, կարող է սահմանադրական դատարանը որոշում է, որ դա ինձ մի հատ տենց բան է, որը չի կարա այդ պարլամենտով դուրս գա, բայց ամեն դեպքում այո։ Հա, օքեյ, դե այդ վերադառնալով թեմային, կոնտեքստը այդ է, էլի, որ այսինքն հիմա մեր մոտ
ընտրական օրենսգիրքը անենց չի, որ ով ինչքան ձեն հավաքեց, այդքան պրոպորցիայով ստանում է մանդատ, տեղ, հա, ազգային ժողովում, այլ կա մեկ էդ, որ քեզ ավելացնում են այնքան, որ դու ունենաս մեծամասնություն։ Այդ սահմանափակումը նաև կա այն, որ ազգային ժողովում պետք է լինի մինիմում 3 ուժ, այսինքն երրորդ տեղ զբաղեցրած անկախ նրանից ինքը անցնում աշնանը ինչքան ձեն հավաք է թե ինչ արը, իրան տալիս են այնքան տեղ, որովհետեւ ինքը անցնի շեմը եւ լինի պարտադիր պարլամենտում 3 ուժ լինի, այսինքն ինքը sense բավականին արհեստական, հա, ձևավորվող դեմոկրատիա։ Հա, էլի sense որ մի ձև լինի անպայման անկախ նրանից թե ինչ է իրական քաղաքական դաշտում կատարվում, որը հա դե բնականաբար դրա հիմնական միտքը առանց շատ խորանալու բարձր է դրանն որ լինի կառավարություն անկախ նրանից թե էլի ինչ է կատարվում դրա երկրորդ խնդիրը այնա թե ինչ ենք մենք տեսնում նախորդ ընտրություններին հենց այդ ձևաչափով արված, հա, այսինքն ուժեր են անցնում ովքեր ձեն չեն ստացել, այն ուժերը, որոնք ստացել են շեմից ցածր, բայց երրորդ տեղը չեն զբաղեցրել, ընդհանրապես չեն անցնում, երբեք ոչ մի ձև չունեն անցնելու։ Իսկ այն ուժը, որին մեկը մեծամասնությունը սկիչ ուզում քվերքի, ստանում է մեծամասնություն ու կարողանում է ոնց որ իր օրակարգը առաջ խաղացնել, բոլորը դժգոհ են։ Ու դրա արդյունքում նաև մարդիկ, քանի որ գիտեն, որ ասենք եթե այն ուժերին ձենը տան, որոնք անպատասխանում են իրանց արժեհամակարգով, սկսում են չտալ այդ ուժերին ձենը, որովհետև պալյուբոմու ենթադրում են, որ իրանք չեն անցնելու 5%-ի շեմը։ Տալիս են իրանց ձենը այն ուժերին, որոնք որ արդեն գործում են կամ չեն գնում ուղղակի ընտրության, ոնց որ այդ տարբերակներից հիմնական երկուսն են։ Հա, ու այդ որ օպոզիցիան դու կարաս լինես շատ այտենց մարգինալ, ռադիկալ ինչ-որ օպոզիցիա, բայց երրորդ լինես ընդհանրապես, հա, ու այդ արդեն հերիքա որ դու հայտնվես ազգային ժողովում, sense ու կրկին դու կարաս լինես վատ բավական չափ էլեկտորատ ու ընտրող չունեցող ուժ, բայց մեկա շատ, բայց ոչ բավական չափ ու մեկա կստանաս, այսինքն այդ եմ ասում, այս համակարգը ապահովում է կայունությունը ինչ որ տենց ստաբիլություն, բայց բոլորը դժգոհ են, էլի։ Էդի լավ չի ու այն իմաստով ամենավատն է, որ հա, ոնց որ այդ կապը կոտրում է մարդկանց ու այդ մեխանիզմների հետ։ Մարդիկ ասում են դե ոբշն։ Նախ դա այսքանը շատերը չգիտեն, ես ինքս չգիտեի երկար ժամանակ, այս մանրամասները, որ դա հենց սենց է աշխատում, դա պետք է մի հատ գլխիդ մեջ պահես, հասկանաս ոնց է այդ աշխատում, ու եթե հասկացար կամ ուղղակի տենց փորձից ելնելով անցար դրա միջով, հասկանում ես, հա, որ դա ինչ։ Այդ հանգում ենք դրանք։ Պատկերացրու, հա, այդ ճգնաժամը չեն կարող իրար հետ պայմանավորվեն, սենց երկար տևում է, կառավարությունը չի կարող գործը եւ այլն, հենց տենց սիտուացիա ստեղծվի, ոնց որ բնականաբար մենք պետք է ունենանք նորմալ ինստիտուցիաներ, որոնք կարող են աշխատեն առանց ինչ-որ քաղաքական ուժերի, հա, այսինքն դու ասած տեխնոկրատ կամ կապ չունի, ուղղակի կառավարչական մեխանիզմներ ուղղակի աշխատեն, հա, որ չկանգնի ամեն ինչ, պետք է ունենանք, ու դա չպետք է ինչ-որ անձերի կամքից կախված լինի, պետք է ինքնին աշխատի միշտ։ Բայց համել դրա վրից, եթե կա ինչ-որ ճգնաժամ, նաև փոխվում է մոտիվացիան քաղաքական ուժերի։ Հիմա այդ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջտեղն են, չեն կարող պայմանավորեն երկար բարակ կոմպրոմիսներ պետք է նստի։ Մարդիկ դա տեսնում են ու դա ոչ մեկին էլի դուր չի գալի, այսինքն եթե կա ճգնաժամ, կա միշտ պահանջ այդ ճգնաժամը լուծելու ու միշտ այն որ իր վրա վերցնում է այդ օրակարգը, որ ես այս ճգնաժամին լուծում կտամ, ստանում է դավադրություն։ Հավանություն։ Այն մարդիկ ովքեր բացերշկ հասկանում ես ոնց որ եթե տենց է փոխվում է օրենքները փոխվում են մոտեցումները քաղաքական ուժերը այդքանի մեջ այդ կրիզիսի մեջ մեկը կլինի որ կասի օքեյ всё ժողովուրդ հիմա ես իմ վզով եմ անում կեթամ սաղ հետ պայմանավորվեմ ոչինչ կոմպրոմիսի գնանք կոալիցիայի գնանք լիքը պարլամենտական երկրներում եղել են այդ ճգնաժամերը ոչ մի բան չի իսկ դուր չի գալի ընդհանրապես էլի այդ ապոկալիպտիկ ոնց որ տրամադրությունը, որ մենք ապրում ենք Քոչարյանի ու Սերժի ներքո հեսա պատերազմ առնել, ուսուս մնացեք, թե չէ կգանք պատերազմ կանեն մեր գլխին, բանի տակ, որը շարունակվում է մինչև հիմա։ Հիմա էլ ասենք յուրաքանչյուր հարց ինչ որ պարտադիր սխալ անես կատաստրոֆա է առնելու, եղեք շատ զգուշ ու ոչ մի բան մի արեք։ Այսինքն այդ բոլոր այդ մեսեջները բերում են ուղղակի ապաթիային։ Սա մարդիկ ասում են դե ու էս ինչ տեղ է, էլի դե աչքայլ, ձախքայլ կատաստրոֆա է միանգամից, բեր թող ելնենք գնանք вообще ստեից կամ չմասնակցենք մեր աչքը քաշենք։ Չեմ
ընդունում դա որպես ճիշտ է։ Ես էլ նայ ընդունել ճիշտը ուրիշ է, բայց առաջարկել ինչ որ լուծում այդ մարդկանց այդտել չկա այս պահին, այսինքն ներկա սահմանադրությամբ ու ներկա ընտրական օրենսգրքով դու չես կարա այդ մարդուն ասես ոնց որ չէ, դու պետք է գնաս ընտրություն կատարես, որովհետև այդ որոշիչ ալնելու, էլի որոշիչ ալնելու, բայց ոնց որ ոչ այն կոնտեքստում ինչ որ իր համար կլիներ ճիշտ, այն մարդու համար ով չի ուզում գնա ընտրության։ Ինչի մարդ չի ուզում գնա ընտրության, որովհետև ինքը չի մի քանի պատճառ կան, հա, չունի ում ընտրել, այսինքն չկա ուժ, որը իր կարծիքով ներկայացնում է իր շահերը։ Խի չկա, որովհետև 7%, 5% ոչ մեկ չի անցնելու։ Սա ինստանտ։ Հիմա նորմալ հասարակության մեջ գյուղատնտեսների շահերը պաշտպանում է մի հատ առանձին։ Բոլոր հասարակության շատ առանձին խավերն ու զանգվածները իրանք սովորաբար ունեն շատ սպეციფიկ շահեր ու շատ հաճախ այդ շահերը իրար հակադրող են, դրա համար չեն կարա մի ուժը բոլորի շահերը պաշտպանի։ Դա այդ вообще ուրիշ հարց է, որ հիմա Հայաստանում բոլոր քաղաքական այդ գործիչների մեսեջները ուզում են ապահովեն, որ ամեն ինչ լավ է լինելու բոլորի համար։ Դա ընդհանրապես հնարավոր չի յուրաքանչյուր տեսակետից, էլի։ Այսինքն կան հարուստներ, ոնց որ կան գործատուներ ու աշխատողներ։ Իրանք միշտ կոնֆլիկտի մեջ են, էլի, բնական։ Աշխատող ուզում է քիչ աշխատի, շատ փող ստանա, գործատուն ուզում է շատ աշխատի, քիչ փող ստանի, ու տենց շատ տարական, եթե ձևով նայես, բոլորն ունեն իրենց շահերը, այդ շահերը շատ հաճախ իրար вообще հակասում են, դրա համար ուժերը առանձին ամեն մեկը իր խումբն է պաշտպանում, իր խմբի շահերն է պաշտպանում։ Ով է էլի հիմա հիմնական ուժերը вообще ես լրիվ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են դե ինչ անես ում ընտրես, ինչ ընդհանրապես կատարվում ու ոչ մեկ դուր չեն գալի, որովհետև որ sense նայում ես ինչ որ էլի Մակերեսային, դե կա Նիկոլ Փաշինյանը չենք մեկնաբանում։ Ну, շատ հարցեր կա, էլի դրա շուրջ բնականաբար, կա Քոչարյանը, այսինքն երկու բան ինձ անհանգստացնում է մարդ, ում վրով կա պատմություն, որ ինքը մարդ է սպանել։ Привет, Ռոբ։ Ինքը չսպանել։ Հա, բնականաբար իր ընդհանրապես որ այդ մարդը քաղաքական դաշտում կա, ոնց որ ու իր մասին կա պատմություն, որը ցած որ 90-ականների պատմություն է, 2000-ականների։ Ահա, բայց պատմությունը իր ոճով 90-ականների ասազում, ոնց որ այն վաղ կարա ես օքեյ ելնեի, որ այդ վաղ տենց բան ա եղել, տենց ժամանակներ էին, մութ, ցուրտ, բարձ չէ, տենց ռեկետներ էր տեղի ունենում եւ այն, կամ լավ, չգիտեմ, ազգային ժողովի այդ հոկտեմբերի 27-ի դեպքերը, որը էլի շատերի համար կապված են, կամ մարտի 1-ի դեպքերը, որը կապված։ Ոնց որ տենց պատմություններ կան ու ոչ մի հատ, այլ մի քանի հատ, ու մեկը այդ մարդը ինչ որ լեգիտիմ քաղաքական գործիչ է քաղաքական դաշտում, դա լավ նշան չի։ Անկախ նրանից, այդ սա ճիշտ է, սուտ է, ինչ է, այդ լավ նշան չի, էլի, առողջ քաղաքական դաշտում տենց մարդիկ ուղղակի վերանում են, իրենք էրգոյություն չունեն, ուղղակի շատ են հարցերը, ու այդ հարցերը շատ սուր են, էլի մարդասպանություններ են եւ այլն։ Դա նորմալ չի։ Կա Սամվել Կարապետյանը, որը որ ռուսական օլիգարխ է, որը որ կա ինչ որ սանկցիոնի ցանկերում, այսինքն շատ հստակ արտաքին քաղաքական ուժի ներկայացուցիչ է ու նաեւ օլիգարխ։ Դա էլ իմ համար արդեն շատ սուր հարցեր, որ զրոյացնում է քաղաքական գործիչի լեգիտիմությունը, ես չեմ ոնց կարաս ինչ որ ձևով վստահես այդ մարդուն։ Ես ընդհանրապես մտածում եմ, որ հարուստ մարդկանց երբևիցե պետք չի քաղաքականություն թողնել, որովհետև ինչի համար, ինչ գիտենք մենք հարուստ մարդու մասին, որ ինքը կարացել է լիքը փող աշխատի, այսինքն ինքը դրա մասնագետն է, ոնց շահագործի ամեն ինչ իր շուրջ, որպեսզի ունենա լիքը փող։ Ինքը ինչքանով կարա լավ հասարակության օգտին որոշումներ կայացի, եթե ինքը հայտնի է նրանով, որ միշտ կայացրել է շատ լավ որոշումներ, մենակ իր շահերից ելնելով իր օգտին, ոնց որ սենց արդեն շատ հարուստ մարդիկ, դա խնդիր է, մարդիկ ովքեր ինչ որ հետքեր ունեն այդ տեսակ արյունոտ, դա մեծ խնդիր է, բայց այդն է հիմնական դեմքերը ով ան դա կմնում նախքին կարգին հաղորդումի Հայկոն դա նայ ուրեն նորմալ քաղաքական գործիչ օքեյ հարուստ մարդու քաղաքականության մեջ ու իշխանության լինելու տեսանկյունից արգումենտներից մեկը նա որ քանի որ ինքը իր համար իր շահերի ոնց որ կարողացել է այդ անի
Հետևաբար եթե իր շահը դառնում է պետության շահը, ինքը այդ կանի պետության համար։ Ոնց որ Բայց պետությունը բիզնես չի։ Դե, հա։ Շատ հստակ տարբերություն։ Դա ինձ թվում է ենթադրվում է, որ եթե ինքը բիզնեսում կարողանում է իրան տենց դրսևորի ու կարողանում է շատ լավ իրան բանանի, որ պետքան փող աշխատի։ Հետևաբար ինքը կոպիտս այդ նյուխը ունի, որ կարողանա պետություն ղեկավարի, էլի, այսինքն այն նույն սկիլերը քիչ թե շատ, այսինքն կամ այդ սկիլերի հիմքում ինչ որ ընկած է, էլի, եթե պետք է նոր սկիլեր, ինքը նոր սկիլեր ձեռք բերի կամ ունի թիմ, որ կարողանա հավաքել այդ մարդկանց, սենց, ոնց որ ունի լավ HR, որը գտնում է թույն պաշտպանության նախարար, օրինակ։ Ու այդ ոնց որ կորպորատիվ, հա։ Իդեպ Սամվել Կարապետյանի, եթե նայել ես այդ ուժեղ Հայաստան դաշինքի բանը, իր մոտ կա մարդիկ իր թիմը ոնց որ ովքեր են պաշտպանության հարցերով իր ոնց որ խորհրդատուն հավանաբար ոնց որ բանով ծառայությունների մատուցման պայմանագրով Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին պետն է որը ոնց որ միացել է իր թիմին ու մեկ էլ կա մի հատ հույն էլի ոնց որ պաշտպանության գծով տենց շոր մեկը որ իր թիմին է միացել, դա տիպը HR ու թիմ հավաքել տեսանկյունից։ Համել Սամվել Կարապետյանը վճարել է Քոչարյանի զալոգի մեծ մասը։ Ճիշտ է։ Ոնց որ տենց բաներ չպետք է ելնեն, էլի ինչ որ явնի հարցեր չպետք է ելնեն քաղաքական տեխնացու գործիչների շուրջ պետք է։ Տենց եթե հարց քո վրա կա, արդեն դու ինչ որ տենց թեմաների մեջ կա, վերջացավ, դու պետք է ասես վсё լա, չստացվեց։ Գալիս են ուրիշ նոր մարդիկ, մաքուր ինչ որ ռեպուտացիա։ Այսինքն էլի ռեպուտացիայի ինստիտուտի հարցն է այստեղ, որ եթե մենք թույլ ենք տալի լեգիտիմ ենք համարում այս մարդկանց ապշե գոյություն ունենալը քաղաքական դաշտում, այսինքն ռեպուտացիա ինստիտուտը ապշե գոյություն չունի։ Ինչ ուզում ես արել։ Մենք որպես հասարակություն հասկացա։ Այդ նշանակում է ռեպուտացիա ինստիտուտը գոյություն չունի։ Ինչ ուզում ես արել։ Իսկ եթե հասարակությունը ոնց որ մեր հասարակությունը, օրինակ այդ մարդկանց թեկուզ չի ընտրում, որովհետև օրինակ իրանց ծրագիրն է լավը մեծ մասամբ իրանց ընտրողների մեծ մասը դրանով չեն առանձնորդվում, էլի ոնց որտեղ իրանց ծրագիրն է լավ, այլ ավելի բանի շուրջ են իրանք տենց հենց այդ մորալի թեկուզ ասենք նրավերի արժեքների, որոնք որ ոնց որ չեն կապվում այդ մարդկանց ծրագրերի հետ ոչ մի ձև։ Վերցնենք Ղարաբաղյան պատերազմը ու դրա արդյունքները մարդկանց ահագին մասը, ովքեր որ ընտրելու են Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, այդ նրանք են, ովքեր ոնց որ Ղարաբաղի կորուստը շատ ուղիղ ու մենակ կապում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա, այսինքն որպես ընդդիմություն են ընտրում, յուրաքանչյուր ընդդիմություն բացի հողեր ծախող Նիկոլից այդ իմաստով։ Մոտավորապես այդ իմաստով, հա։ Թե դա շատ հիվանդ հասարակության ինչ որ Այո, իսկ որոնք են օրինակ ինչ տարբերակներ ունենք այդ փոխելու այդ հիվանդ քաղաքական դաշտը առողջացնելու օրինակ քո տարբերակը ո՞րն է։ Նախ ինձ թվում է սովորական մարդիկ ոդկասթը հիմնական համաձայն։ Չէ, դա խոսակցությունն է էլի դրա մասին, որտեղ ինձ նաև թվում է որ լիքը էլի մարդկանց համար իրանք ուղղակի իրանք ձենը մենք չենք լսում, որտեղ իրանք չեն խոսում, չունեն ձայն, չունեն կարծիք, հարմար չեն գտնում вообще լինել այս խոսակցության դիսկուսիայի մեջ, մենք ունենք շատ ոնց ասեմ, բարձր գորգորացող փոքրամասնություն։ Այսինքն այդ սուր կարծիքները սովորաբար շատերը չունեն դա, որ գիտեն ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, ինչ որ շատ համոզված են, հստակ են եւ այլն, ավելի շատ կա ապաթիա, ավելի շատ կա ինչ որ sense իմ նոր նկարագրած այդ մակերեսային պատկերացումները, որ ամեն ինչը ինչ որ թեթև զզվելի է ու հասկանալի չի։ Այն ինչ որ մենք սկզբից խոսում ենք, այսինքն առաջի հերթին այդ դիսկուսիան պետք է լինի առողջ ձևով, որ ուղղակի բերեք մի հատ խոսանք հասկանանք ինչ է կատարվում ընդհանրապես։ Ոչ թե այդ էմոցիաներից, ինչ որ այդ թելիկներից քաշքշել մարդկանց, ինչ որ ավելի շատ կամ զզվացնել, կամ ջղայնացնել, կամ ինչ որ վախացնել, կամ եւ այլն եւ այլն։ Դա տենց ամենա ինչ որ բանն է, էլի։ Դա եկեք խոսանք պրիմիտիվ քաղաքականությունն է։ Okay, nice, սկզբից ասացի, չէ, ոնց որ արժանապատվական ինչ չի համապատասխանում քո հետ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, որ մարդ, ով որ ունի իր անվան հետ կապված մարտի 1, Պողոս Պողոսյանի սպանություն, այլ ինչ մի հատ բան ասացիր։ Հոկտեմբերի 27։ Հոկտեմբերի 27, այո, ոնց որ հիմա երբ որ եթե պետքա խոսանք ու խոսքը գնում է օրինակ
խոսալ հենց Ռոբերտ Քոչարյանի իր ուժի, իր օրինակ նաև իր հետ, չէ՞, որովհետև ինքը փաստացի Պլյուս տարիքը։ Ամենայն դեպքում 72 տարեկան մարդիկ չպետք է որոշեն ոնց են ապրում 20, 30, 15, 40 տարեկան։ Ես կհամաձայն եմ քո հետ։ Ինձ թվում է դա բացատրության կարիք էլ չունի։ Ինձ թվում է լիքը մարդու համար ունի, ու դու հիմա կբացատրես։ Okay, բացատրում եմ։ Իջեք ձեր հայատ, գտեք 72 տարեկան մի հատ բձու, ու մի հատ ուղղակի զգացեք ինքը ինչքան է հետաքրքրված կյանքով։ Ինչքան է ինքը արդիական, ինչքան է հասկանում, ինչքան է ինքը շահագրգռված։ Դե բայց մենք չենք վերցնում իշին վիճակագրական բձու, չէ՞, ասենք ինչ որ մեկը ես կարամ բերեմ օրինակ 70 տարեկան ինչ որ Նոամ Խոմսկին կամ օրինակ, որը բավականին ցնդել է այս վերջերս։ Տարիքի ընթացքում Չէ, ոնց որ չէ։ Տարիքի ընթացքում ուղղակի կոգնիտիվ ֆունկցիան ավելի թուլանում մարդու ընդհանրապես կապը իրականության հետ ու դա նորմալ է։ Բայց 72 տարեկան դու պետք է հանգստանաս։ Ինչ արել ես, լավ ես արել, վայելի քո կյանքը, չպետք է լինես դու այն ամենաառաջադեմ, այն առաջնագծում որոշումների պատասխանատվության եւ այլն։ Ես չեմ վստահում ուղղակի։ Չէ, կարծում եմ դա ոնց որ շատ խիստ պայման է 72 տարեկան ես չէի կողմ լինի այն օրենքին, որը արգելում է 70-ից բարձր մարդկանց մասնակցել քաղաքական կյանքին։ Վերադառնալով այն խոսակցությանը, թե ինչի համար է պետք նենց պարլամենտական համակարգ, որը թույլ է տալի տարբեր ձեներ ելնի ու դա ունենա իմաստ, որ ես ունենամ, ասենք, օրինակ ինձ հետաքրքիր է ուր է Հայաստանի էկոլոգիայի, էկոլոգիայի պաշտպանների շարժումը, որպես քաղաքական ուժ։ Այսինքն մի ուժ, որը իր մենակ գործունեությունը վարում է նրա շուրջ, որպեսզի մենք կարողանանք շնչենք նորմալ օդ, խմենք նորմալ ջուր։ Շատ արդիական հարցեր Հայաստանում։ Դա բոլորի ծրագրերի մեջ ինչ որ միտը գրած է, եւ բնականաբար ես կուզեի ոչ թե դա ալներ էլի բոլոր լավ բաների համար, կողմ բոլոր վատ բաների համար դեմ գաղափարախոսության մեջ, որ ամեն ինչ լավ կլինի այդ այնց ծրագրեր են գրում, մենք բոլորի համար կստեղծենք լավագույն Հայաստան։ Ես չեմ հավատում դրան։ Դա հնարավոր չի, դուք ունենաք այդ կոմպետենցիաները, հնարավոր չի դուք պաշտպանեք բոլորի էլի այդ հակասող շահերը։ Ինձ հետաքրքիր է 2 մանդատ, տվեք կանաչ կուսակցությանը, թող այդ մարդիկ ունենան մի 2 հատ կոմիտե, զբաղվեն այդ իրենց հարցով, այն մարդը ում ամեն ինչից քաղաքականության մեջ հետաքրքիր է առաջի հերթին բնապահպանությունը, գնա իրենց ընտրի։ Ուսանողների շահերը առանձին, չգիտեմ, գյուղացիների շահերը, մարզերի շահերը, ամեն ինչը, բիզնեսմենների շահերը, ամեն ինչը թող զբաղվեն առանձին կուսակցություններ, թող կոալիցիաներ կան, թող չուզեն ան։ Այսինքն այդ պարլամենտական ձևը իմ համար հասկանալի է ու ինձ թվում է երևի թե հիմիկվա տենց եթե մնում ենք տենց ժողովրդավարության ներկայացուցչական սահմաններում, դա երևի ամենա նորմալ ձևն է, ինչ որ բան ստանալու։ Համաձայն եմ, ինձ թվում է մյուս խնդիրը նաև հենց այդ քաղաքական ուժերի, որոնք օրինակ փոքր են ու ընտրություններին մասնակցում են, խնդիրներից մեկը այն է, որ բոլորը կամ ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով են ոնց որ աշխատում, այսինքն եթե իրանք ունենան 2 տեղ պարլամենտում, իրանք համարում են, որ իրանք ոչինչ չունեն, էլի, այդ 2 տեղը ոչինչ չի նշանակում, նույնիսկ եթե օրինակ անցողիկ շեմը անցնեն, չգիտեմ 5% դեպքում քանի տեղ ձեռք կբերեն, այդքան տեղ ունենալը, այդ ոչ մի բան է, կագուբի, այսենց, ես ինչքան ուժ որ տեսել եմ, էլի, ոչ մեկ չի ասում, որ մենք օքեյ, մենք կտանենք մեր ընտրողների ոնց որ տենց ձայները ոնց որ չենք փոշիացնի, մենք ոնց որ այդ նորակարգը, որը որ եկել ենք ընտրությունների, կփորձենք մաքսիմալ առաջ տանել, կփորձենք ոնց որ այդ օրենսդրական նախաձեռնությունները առաջ բրթել ինչ որ ձևով, չգիտեմ, ասենք տենց շարժումներ սկսելով, ավելի շատ ոնց որ փողոցով, թեկուս հենց այդ նույն օրենսդրական նախաձեռնությունը օրինակ տվեցին, չգիտեմ, տենց փողոց են անում մարդիկ, որոնք որ ցույց է տալիս, որ օքեյ, այսքան մարդ կողմ է այս նախաձեռնությանը, չնայած որ այսքան մարդուց այսքանը ընտրել է ԿՊ-ին կամ ուժեղ Հայաստանին։ Բայց կոնկրետ այս օրենսդրական նախաձեռնությանը բոլորը այսքանը կողմ են։ Ոնց որ այդ ուժերը ես չեմ տեսել, որոնք որ ոնց որ տենց պիզ են վերցնում, ասում են մենք սենց կանենք։ Ես տեսել եմ ավելի շատ ուժեր, որոնք ասում են մենք կհրաժարվենք մանդատներից, եթե մենք չունենանք իշխանություն։ Ու այդ իմ համար խնդիր է։ Ես օրինակ հենց իմ համար խնդիր է, ես կուզեի տեսնեի
այն ուժի մի падգամավոր, որ ես ընտրել եմ, որ տանում է այն օրակարգը, որի համար որ ինքը գնացել է պարլամենտ։ Դա դի նույն կայուն մեծամասնության խնդիրը չի։ Եթե ես ունեմ 2 մանդատ, բայց յուրաքանչյուր top 1 ուժը ստանում է արհեստականորեն կայուն մեծամասնություն, ու ուղղակի ինչ ուզում անում է, ու դու չես կարող դրա հետ ոչ մի բան անես։ Այո։ Ու մենք ստանում ենք որպես արդյունք այդ ազգային ժողովի վիդեոները, որ մարդիկ այնքան այնտեղ ոչ մի քաղաքական գործունեություն չի վարվում, տալիս են իրար բերան են ջարդում, գորգռում են, ինչ որ ուղղակի բան է, էլի կրկես է դառնում, որը հետաքրքիր է, կարելի է նայել, քանի օրենսդրական նախաձեռնություն է ընդդիմությունը նախաձեռնել, քանի օրենք օրինակ, որոնք անցել են պարլամենտում, վերցնենք վերջին գումարման պարլամենտում, էլի ազգային ժողովում։ Կարելի է, բայց նայ մանդատը էդի հոմենակ օրենքներ ընդունելը չի։ Դա միանշանակ։ Կոմիտեների մեջ մասնակցելն է, դու ունես այդ Դա ենթադրում է, որ դու էլ չես կարա, չէ՞, ոնց որ առանձնապես որոշիչ ուժ ունենաս, եթե դու կոմիտեում մասնակցելուց ոնց որ մի հոգի ես իսկ այնտեղ, չգիտեմ։ Չկապ չունի, դու կարաս էլի ինչ որ նախաձեռնություն ունենաս, որ բերեք այսինչ հարցի շուրջ բացենք, ստեղծենք կոմիտե, մենք դրա մասնագետներն ենք, մենք ունենք դրա պատկերացումը, մենք ուզում ենք այս շահը պաշտպանենք, դա ինչ որ օրակարգի մեջ մտցնես, քննարկես եւ այլն։ Եթե որ բոլորը զբաղված են ինչ որ էլի Հայաստանի ապոկալիպսիսը լուծելով, դա էական ոչ մեկի հետաքրքրությունը չի։ Այդ տենց հարցերը էլի դառնում են ինչ որ 98-րդ կետը ինչ որ մեկի ծրագրում երբեք չի արվելու։ Չի հասնելու դրան ուղակի։ Որովհետեւ միշտ կա ինչ որ ուրիշ բաներ, որը լուծում է, ինչ որ մեծ ուժեր։ Չգիտեմ, ինձ թվում է միտքը կորցրեց։ Տակժի կոմիտեներ, մասնակցություն, կայուն մեծամասնություն։ Դե կա պատգամավորական հարցում գործիքը, չէ, որ դու որպես պատգամավոր կարաս ինչ որ ինստիտուցիաների աշխատանքի մեջ մտնես, ունենաս ինֆորմացիա, իրազեկես, լիքը գործիքներ կան։ Պատգամավոր լինելը դա ուղղակի տենց օրենքներ ընդունելը չի։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը երբ որ պատգամավոր էր, ինքը բավականին օգտագործում էր այդ, այսինքն ինքը գնում էր բանտեր, ես այդ բանը ոստիկանությունում օրինակ երբ որ բռնում էին ցուցարարներին, ինքը երբեմն այցելում էր, նայում էր տիպը որ տոշների։ Ոչ հաճախ, բայց երբեմն։ Դա մի խոսքով ինձ թվում է կարելի է փորձել ուրիշ ձև, դու դրա մասին հիմա խոսում են մենակ այդ բոլորին դեմ են կուսակցությունը, շարժումը, որը դարձել է կուսակցություն, իրենք շատ նմանատիպ մտքեր են արտահայտում։ Այս պահի դրությամբ ընդ լիքը հարցեր կան դրա շուրջ, որ իրանք իրանք չեն առաջարկում ծրագիր, իրանք առաջարկում են այդ 100 օրյա ժամանակությունը, ժամանակավորի հետո պետք է փոփոխություններ են եւ այլն։ Դա լիքը հարցեր կա, թե ինչ է լինելու, եթե դուք չհավաքեք, չկարողանաք եւ այլն, ու իրանք բավական նուշ են սկսել, ինչ որ նոր Չէ՞ որ որոզի իրանք փետրվարին ոնց որ համագում է տեղի ունեցավ, դա ինչի համար է ուշ։ Որպեսզի բոլորի հետ հասցնես ինչ որ բավարար քանակի մարդկանց հետ հասցնես շփվելու տեղ հասցնել այդ գաղափարը, որը բավականին նյուանսային է, ոնց որ այդ խոսացինք, որ պետք է այդքանը մի հատ հասկանաս, ոնց է հիմա աշխատում, խիա դա խնդիր, հիմա մենք մի ժամ մենակ դրա մասին ենք համարյա խոսում։ Այդ անելու համար կես տարի շուտ սկսել այդ շարժումը ընտրություններից առաջ, որը որ պահանջում է դու ունենաս այդ մեծամասնությունը, որպեսզի կարողանաս այդ անես։ Արի կոնտեքստ լավն է, ուղղակի ես չեմ հավատում, որովհետև չեմ հասկանում ոնց են կազմակերպել դա։ Արի կոնտեքստը ոնց որ մի քիչ ավելի པարզ դարձնելու համար, ասենք ինչ օրակարգով են իրանք մտնում, իրանք օրակարգի մասը 3 կետից է հիմնականում բաղկացած, այդ մի կետը կայուն մեծամասնության ոնց որ այդ չեղարկումն է, այսինքն եթե հավաքում ես ոնց որ ձայների մեծ մասը այդ քեզ հնարավորություն չի տալիս արդեն ավտոմատ ավելացնել ձայները։ Ստանում բոնուսային մանդատներ, ստանում այնքան մանդատներ, ինչքան որ քեզ չեն։ Այո, ոնց ոչ հիմիկվա, ոչ հիմիկվա։ Երկրորդ կետը այդ անցողիկ շեմը ընտրություններին կուսակցությունների ու դաշինքների իջացնել երկուսն էլ հավասար 5 ու 7%-ից 1%-ի, որ փոքր կուսակցությունները, որոնց մարդիկ քվեարկում են, իրանք եւս կարողանան անցնել պարլամենտ, ու երրորդ կետը այդ բոլորին դեմ եմ ոնց որ բանը տարբերակը ընդհանրապես ավելացնել քվեաթերթիկի մեջ։ Ինձ ամենաշատը ուզում է այդ ոնց որ բանը, ես ավելի շատ չեմ հասկանում ինչ է այդ տալու, բացի նրանից, որ
ոնց որ մենք հասկանալու ենք բոլորս, որ այո, ոնց որ ժողովուրդը ընդհանուր կոլեկտիվ անվստահություն է հայտնում այդ ընտրություններին մասնակցող ուժերին։ Դա ես sense եմ հասկանում այդ ոնց նենց անել, էլի վերադառնալով ինչի չեն գնում ընտրությունների մարդիկ, որովհետև ոչ մեկին չեն ուզում ընտրել։ Այո։ Այն սիտուացիան, որտեղ մարդիկ ոչ մեկին չեն ուզում ընտրան ու բոլորը գնում են ընտրությունների հենց այդ դրա մասին հայտնելուն, ավելի առողջ էլի ստեղծում է հասարակություն։ Okay, մարդիկ չեն կտրվում այդ մեխանիզմներից, չեն թքացվում են։ Ու ինչ է իրենց ենթադրում, ինչ մեխանիզմներ են դրանից ոնց որ հետևում։ Օրինակ, okay, գնացինք, ընտրեցինք, ինչ է լինում, չեղարկվում են, այս երկրորդ փուլը տեղի ունենում ընտրությունների, որտեղ ուրիշ կուսակցություններ են մասնակցում, չգիտեմ, արգելվում է նախորդ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին մասնակցել, ինչ։ Չէ, ինչ է արգելվում։ Դա ինչ է լինում, նկատի ունեմ Լյուբոյ բան ասա ոնց որ ինչ ես տեսնում օրինակ ինչ տարբերակ կա։ Ես դեռ որ անկեղծ չեմ պատկերացնում ոնց որ բացի է նրանից որ տիպը ստատիստիկա է տալիս, ուրիշ ինչ է տալիս։ Առաջի հերթին ինչ չի տալիս, դա կարևոր։ Այդ օպցիան քվեաթերթիկում չի տալիս կառավարություն, որին որ չէր վստահում մեծամասնությունը։ Okay։ Այսինքն ժողովրդավարության, էլի ներկայացուցչական ժողովրդավարության հիմքը ինքը այդ դրանում է, որ մեծամասնության, հա, կամքն է կառավարությունը, իշխանությունը իրագործում։ Դա հիմքն է։ Ինքը արդեն դրա մեջ խնդիր կա, արդեն իդեալական չի, որովհետև մեծամասնությունը դա բավականին abstract բան, հա, մեծամասնությունը դա կարող լինի 51%, իսկ 49% դա շատ համարյա նույն քանակի մարդկանց ձայներ են, ովքեր որ չկարողացան իրանց կամքը դրսևորել եւ այլն։ Դա արդեն այնց ինչ որ խոցելի ու ոչ լավ համակարգ է, բայց այն դեպքում որ նույնիսկ դաժե մեծամասնությունը չի, բայց դու մեկա ունես ինչ որ իշխանություն, որը ներկայացնում է вообще եսի մում շահը, ինչ որ մի շատ ավելի փոքր մասի, քան թե թեկուզ ամենամինիմալ մեծամասնությունը։ Էդ է խնդիր։ Այսինքն բոլորին դեմը թույլ չի տալի, որ տենց լինի։ Թե ինչ է լինում օպերացիոն տեսանկյունից, էլի ընտրություններ, հիմա ինչ որ ձևով տարբերակներ կան, թե ոնց է լինում։ Այսինքն թույլ չի տալիս, որ լինի ինչ, որ ձևավորվի կառավարություն։ Այսինքն մեխանիզմը կա, աստորեն տենց պատկերացնում ես, որ եթե բոլորին դեմ եմ, ոնց որ այդ կետը քվեաթերթիկում ամենաշատ ձայներն է ստանում, հետաբար չի ձևավորվում կառավարություն։ Դա ընդեր ոչ թե դաժե ամենաշատ, այլ ինքը եթե չի ձևավորվում, ոնց որ ընտրություններում ինչ է լինում, այսինքն ազգային ժողով չեն անցնում մնացած են ուժերը։ Չի ձևավորվում կառավարություն, ընտրությունները չեն ավարտվում, շարունակվում են։ Մեխանիզմը, դու հիմա նկարագրում ես ինչ որ մեխանիզմ արդեն փաստացի։ Երկրորդ փուլ ընդհանրենք, էլի, նույն կուսակցություններն ու դաշինքներն են մասնակցում։ Բնականաբար ոչ մեկին ոչ ման չի արգելվում։ Ով մասնակցի, բնականաբար ովքեր մասնակցում։ Ու ինչ է դրվում այդ կուսակցությունների ու դաշինքների վրա, դե գնացեք մտածեք ինչն է սխալ արել, եկեք թազա ծրագրով մասնակցեք, հա։ Ոնց ես չեմ պատկերացնում դրա։ Այդ սախ ոնց է ինչ ուժեր են ձևավորվել, ինչ կոալիցիաներ են ձևավորվել, ով է ընդհանրապես ներկայացել, չեն ստացել բավականին վստահություն։ Փոխեք էդի։ Okay։ Ենթադրենք փոխեցին։ Դա էլ է ճգնաժամային սցենարը։ Հա, ճգնաժամային սցենարը։ Բայց էլի դու պետք է ունենաս ուժեղ ինստիտուտներ, այսինքն հիվանդանոցները, դպրոցները, աշխատեն անկախ ամեն ինչից, հա։ Մինչև որ դու լուծում ես նեղ քաղաքական, ավելի նեղ, հա, քաղաքական հարց, թե կոնկրետ ում մենք ստանձնում ես 5 տարով մանդատը։ Թող ապրի քաղաքական կյանքը իր ձևով։ Չուզում եմ թողնի ոնց որ այո ռիսկային, այո ճգնաժամային, բայց երևի թե ավելի լավ, քան թե էլի իշխանությունը, որը ներկայացնում է եսի մում շահերը։ Ну, փոքր մասի շահերը։ Հա, ոչ բավարար մեծ չափի մասի շահերը։ Okay։ Դա ոնց որ թե ավելի վտանգավոր է։ Հենց այդ տեսանկյունից, որ մարդիկ ուղղակի սկսում են չմասնակցել ընդհանրապես դրան։ Ասում են դե ես չէի ուզում այս մարդուն ընտրի։ Այս ով է։ Ինձ դուր չի գալի, չի ներկայացնում իմ շահերը։ Այսինքն, քանի որ դա ավելի վտանգավոր է, հետաբար ընտրություններին մասնակցող ոնց որ ուժերը ավելի զգուշ են լինում այդ տեսանկյունից։ Том числе այդ պահի իշխանությունը։ Էլի փոխվում մոտիվացիաները, նույն ձև ոնց որ մենք խոսում ենք կայուն մեծամասնության դեպք, եթե չկա, էլի ճգնաժամ, այդ ճգնաժամը փոխում է այդ քաղաքական ուժերի մոտիվացիան, թե իրանք ինչ են ուզում անել, որովհետև իրանք sense ուզում են հասնել իշխանությանը ու չի ստացվում։ Պետք է փոխեն։ Իրանք չեն կարող ուղղակի նույն բանը անընդհատ անել։
Հասկանում ես, եթե քաղաքական ուժերը ստիպողաբար այդ ճգնաժամը ուղղակի շարունակեն, էլ ավելի վատ իրանց համար։ Ընդհանրապես գործնելու են որևէ վստահություն։ Դե մենք ունենք օրինակներ вообще աշխարհում, որտեղ այդ ճգնաժամը շարունակվում է տարիներով։ Okay։ Ուղղակի այդ երկրներում ինստիտուցիաները կակրած շատ լավ են ոնց որ զարգացած, դրա շնորհիվ այդ ոնց որ շատ մեծ բան չի ունենում։ Բայց հետաքրքիր դեպքեր կան Բելգիայում այդ ճգնաժամի ժամանակ, կարծում եմ 2012-13 թվականներին հասել էր դրությունը նույնիսկ այնտեղ, որ իրանց շրջաններից մեկը լուրջ քննարկումներ էր անում Գերմանիայի հետ, որ անջատվեն Բելգիայից ու միանան Գերմանիային։ Դե տենում ես այդ սաղ process-ները ու նաև այդ ինստիտուտները, որ այդքան կայուն են դարել, այդ հողի վրա է ալնում։ Որ իրանք փորձ են ունենում այդ ճգնաժամերի միջով անցնելու։ Ոնց որ տենց շատ էլի վախեցած լինել այդ ամեն ինչից է, ինձ թվում է ավելի։ Չէ, հասկանալի է, ուղղակի ինձ թվում է Հայաստանի ոնց որ արտաքին իր բոլոր կողմերից շրջապատված լինելը շատ տարբեր ու շատ ոնց որ խառը երկրներով այդ մի քիչ նաև բան անում էլի, այսինքն այդ ճգնաժամից խուսափելու պատճառներից մեկը այդ է, որ լինի ինչ որ ուժ, որը որ կարողանա առաջիկա 5 տարվա համար, կոպիտ ասած, իր հարաբերությունները դասավորի մնացած երկրների հետ, որոնք իր շուրջն են, որովհետև եթե այդ ճգնաժամը այդ տենց ուղիղ ազդում է նաև դրա վրա։ Դե այդ նույն հրետարաբարությունն է ոնց որ այն ժամանակ։ Այսինքն փաստացի Էլեկտրիկ Երևանի համար մի հելեք, թե չէ կսկսի պատերազմ։ Հա, դա հեղափոխության ժամանակ էլ մի էլեկտրիկ թե չէ կսկսի պատերազմ ու բոլոր մի ընտրեք Նիկոլին, թե չէ կսկսի պատերազմ։ Թե չէ, նո, ընտրեք Նիկոլին, թե չէ կսկսի պատերազմ, Նիկոլն է այդ ասում։ Ու մի ընտրեք Նիկոլին, թե չէ կսկսի պատերազմ, ասում այդ են։ մեկը չեմ լսել։ Հայաստանի դաշ չեն ասում։ Չեմ լսել։ Կամ Հա, դա երևի ավելի գլոբալ ուրիշ պատերազմ։ կամ մենք կամ պատերազմ, տենց չի իրենց գաղափարը։ Ես չեմ տեսել, օքեյ։ Ես տենց եմ հասկացել։ Երկու կողմն էլ ասում է մի ընտրեք մյուսին, թե չէ Միշտ շանտաժը միշտ կա էլի հասարակության հանդեպ, դա էլ ամենատենց պարզ վախն է, ոչ մեկ չի ուզում իհարկե դա։ Բոլորը խուսափում են, էլի տենց պրիմիտիվ վախերի հետ թելիկներից ձգել մարդկանց, դա սա կեղտոտ ցածր որակի քաղաքականությունը պետք չի տենց անել։ Ես կուզեի մենք բոլոր ծրագրերը տենց քննարկենք անցնենք, որովհետև դա իհարկե հիմքն է։ Այսինքն այդ ծրագրերը պետք է մարդիկ вообще իմանան, իրազեկված լինեն, որովհետև դա քաղաքական ուժը գրում է թղթի վրա, ես ով եմ ու ինչ եմ պատրաստում անել։ Ցավոք սրտի ես համոզված եմ, որ մեծանասնությունը ընդհանրապես գաղափար չունի ինչ ծրագրեր են այնտեղ գիտի մենակ կարող են ամենա hot take-երը, էլի, թե ինչ պետք է լինի, բայց չգիտի ծրագրերը։ Ու ես կուզեի քննարկել, ես մի քանի մասը դրա ուսումնասիրել եմ, ու դա ոչ մի հատ լավ ծրագիր չկա։ Ոնց որ եթե մենք խոսում ենք, որ չկա ոչ մի հատ մաքուր քաղաքական գործիչ առանց հարցեր իր լեգիտիմության ու ռեպուտացիայի եւ այլն շուրջ, նույն ձևը չկա ոչ մի հատ նորմալ գրած ծրագիր, որը երբ որ ասում ես չկա քաղաքական գործիչ, որի մոտ ոնց որ ինչ նկատի ունես իր լեգիտիմության շուրջ հարցեր չկա։ Լեգիտիմությունը այտենց ազատ ձևով եմ օգտագործում այդ բառը, ինքն իհարկե նեղ քաղաքական ուրիշ իմաստ ունի։ Ես նկատի ունեմ ռեպուտացիան, վստահությունը։ Իր անձի հետ կապված ոնց որ չկա ոչ քաղաքական գործիչ էլ է, որ դու չպետք է ունենաս։ Սաղ գիտենք որ լավ մարդ է։ Գոնե ոչ մի ձևի։ Գոնե վատ մարդ չի։ Գոնե ոչ մի կասկածելի հարց չկա իր շուրջ, որը որ սա ուշադրությունը գրավում է, էլի ինչ որ։ Տես չպետք է լինի քաղաքական գործիչը, պետք է լինի քաղաքական գործիչ։ Չէ օլիգարխ, չէ մարդասպան, չէ ցանկալի ազգային հերոս, չէ քաղբանտարկյալ, ինչքան բանտարկյալ։ Հա, խի քաղբանտարկյալ չեղած չլինի։ Դե դա էլի նշանա ոչ շատ առողջ հասարակության։ Այսինքն դու քաղաքական գործիչը քաղբանտարկել է, ուրեմն դու մի քիչ առաջ եղել ես ինչ որ ավտոկրատ ռեժիմի մեջ, որտեղ ունեցել ես քաղբանտարկյալներ, երևի հեղափոխություն է եղել կամ ինչ որ քաղբանտարկյալը եկել է իշխանության, կոպիտ ասած, իսկ չեմ հասկանում եկա խի է տենց բան վատ էլի ոնց որ որովհետև դու մի քիչ առաջ ուրեմն ունեցել ես ավտոկրատ ռեժիմ։ Մի քիչ առաջ ունեցել ես ավտոկրատ ռեժիմ, որը նստածրել է այս քաղաքական գործչին, ինքը եղել է քաղբանտարկյալ։ Չի ստացվել նստածնի։ Դե քաղբանտարկյալ է։ Զալոգով դուս են եկել։ Դե հիմա ուրիշ քաղբանտարկյալի վերաբերյալ արի այդ նույնն ենք, Նիկոլն է քաղբանտարկյալ եղել։ Ես հենց իր մասին եմ։ Հիմա ոնց որ նկատի ունեմ իր քաղբանտարկյալ լինելը ինչով է տեղ խնդիր, այսինքն քաղբանտարկյալ լինելը ապրիորի չի նշանակում, որ ոնց որ այդ բան, հա, ունեցել ես ավտորիտար ռեժիմ, որը նստածնում է
իր օպոնենտներին, լյուբոյ։ Okay, այդ օպոնենտներից մեկը հիմա փոխվեց իշխանությունը, պատկերացնենք այդ քաղբանտարկյալը նախքին կապ չուներ այդ իշխանապողության հետ։ Ու այդ քաղբանտարկյալը ոնց որ դուրս է գալիս, մասնակցում է ընտրություններին ու դառնում է իշխանություն, որն է խնդիրը դրա հետ։ Դա ես հատի էլի տենց։ Չեմ հասկանում։ Այդ նշանակում է, որ կա ինչ որ ավելորդ սլոյ, որը որ ցանկալիա չլինի։ Ավելորդ սլոյ նկատի ունես իր կենսագրությունում։ Իր մոտիվացիաների մեջ։ Հա, այսինքն կարող է այնտեղ լինի, չգիտեմ, revenge։ Այո, վերելուծության խնդիր։ Մենք այդքան տեսնում ենք, հիմա։ Դե հա, հասկանում եմ ինչ ես ասում։ Ուժեղ ազդեցություն ունի ամեն ինչի վրա։ Ուղղակի տենց այնքան փոքր է դառնում այն շրջանակը մարդկանց, որոնք կարան մասնակցեն ընտրությունների։ Շատ փոքր, որովհետև տենց ըստիս իրոք չի մնում մարդ, որը որ Մարդասպաններին, օլիգարխներին ու նախկին քաղբանտարկյալներին խի նկատի ունեմ եթե տենց գնանք նախկինների հանդեպ բեսամ զլո կերած գրեղ շնչողներին եթե անում ենք, ինձ չի թվում շատ քիչ է մնում։ Ինձ թվում է այդ բոլորը կարան լինեն ինչ որ էտապներում, ու այդ էտապները մենք պետք է անցած լինենք, հիմա մեզ պետք են հաջորդ քայլերը։ Նույն այդ քաղբանտարկյալները պետք արեցին իրենց գործը, թողը հել են գնան։ Պետք է ճանապարհ ազատեն, պետք չի։ Okay, բայց այդ ճանապարհը ազատեն գալացողների համար, որոնք պետք է գան։ Թողեք թողան։ Թողեք թողան օրն այդպես չի իրենք շատ են փագել։ Okay, եթե ընտրական օրենսգիրքը համարենք այդ ճանապարհի փագած մասը, բնական միանշուն է։ Okay, լավ, տենց կամազեմ եմ, հետո թողեք։ Նաև բան ոնց այդ օրենքը կոչվում, որ մեկ որի համար են հիմա նստած որոշ հիմիկվա քաղբանտարկյալները իշխանությունը զավթելու կոչերի, տենց բռնական։ Իդեպ, հələ չենք քննարկում ծրագրերը, բայց հետաքրքիր կետեր կային որոշների։ Չէ, ուզում եմ ասեմ, հիմա էլ կան քաղբանտարկյալներ փաստացի, հիմա էլ կան օրենքներ, որոնք առանց դուժյալ կողմ են, հա, այդ մեր սիրած օրենքները, որտեղ որ չգիտես ով է դուժվել, ինչ որ абստրակտ պետականություն եւ այլ դուժողի բացվեց։ Հա, որը միշտ իշխանությունը ուղղակի որպես ռեպրեսիվ մեխանիզմ է օգտագործում բնականաբար, չի պետք է չօգտագործի, եթե ունեցած ունենք, եթե կարա ու դա լեգիտիմ է օրենսդրությունը։ Նամանավանդ եթե չկան զարգացած ինստիտուցիաներ, որոնք կարան ինչ որ ձև այդ բալանսավորել։ Այսինքն ունենք այդ սիտուացիան։ Մենք ունենք հիմա հաստատ նենց չի լրիվ sense ազատ է, կայֆոտ է, ինչ ուզում եք եկեք խոսացեք։ Ոնց որ դու ինչ ես ասում, ուղղակի չկան այդ ուժերը, որոնք այդ նոր ուժերը, ձայները բան, ուղղակի չկան։ Լսի, միշտ ամենտեղ բոլոր հասարակություններում կան, մեր մոտ։ Չէ, ես չեմ ասում բոլոր հասարակություններում կան, մեր մոտ չկան։ Նկատի ունեմ, եթե էլի ոնց որ ընտրական օրենսգիրքը մի կողմ դնենք, կան ուժեր ու եղել են, որոնք չեն անցել հենց այդ ընտրական օրենսգիրքի պատճառով, բայց իրենք եղել են կրկին քո բաներին չեն համապատասխանում լավ էլի, եղել են, ասենք, նախկին իշխանությունների տենց բան թու արա հայրենը մոռացել եմ։ Ոչ օպոնենտներ տենց շատ ռադիկալ օրինակ եղել են, չգիտեմ, քաղբանտարկյալներ եւ այլն, այդ ուժերն են։ Այսինքն նոր ուժերի համար, հա, օքեյ, պետք է լինեն, բայց օրինակ նոր ուժերը, որոնք ձևավորվում էին մինչև հեղափոխությունը, որտեղ արդեն կար, չգիտեմ, քաղաքացիական հասարակության մեջ, լիք տարբեր նույնիսկ տենց ֆրակցիաներ կային, իրենց առանձին, այդքան մեծ էր քաղաքացիական հասարակությունը։ Մեծ մասը իրենց գնաց կառավարություն, պարլամենտ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոնց որ շարքերում ու դրա համար այդ լրիվ ոնց որ վերացավ կոպիտ ասած բայց դա դուրս եկան շատերը նաև մեծ մասը մնացել են ովքեր որ ոնց որ քաղաքացիությունից էին մեծ մասը չէ լավ օքեյ գոնե կեսը մնացել են sense roughly ահագինն է հիմա օրինակ չգիտեմ վերցնենք ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին Արմեն Գրիգորյանը որը Transparency International-ի տնօրեն նախագահ, չգիտեմ ոնց են ասում։ Լիքը մարդ կա պատգամավորների մեջ շատ կան տարբեր նախարարություններում։ Ոբշեմ շատ են էլի որ դեռ մնում են։ Նայ, ես ոչ եմ ասում, այն ինչ որ ես ասում եմ, չէ, ես հասկանում եմ ինչ ես ասում։ Դա հատուկ ուռճացված sense մոտեցում է, որովհետեւ ես կարողանամ բացատրեմ ինչն է իմ կարծիքով այդ սենտիմենտը հասարակության մեջ, որը ես կիսում եմ։
Բնականաբար, հա, չէ, դա բան չէ, ինչ որ քաղաքական ծրագիր չի, որ մենք օրենքով արգել ենք մարդասպաններին քաղաքական գործիչ դառնալ։ Չէ, մի արգելեք, ոչ մի խնդիր չկա։ Ուղղակի կարակ բան, երբեք ժամկետը անցնի այդ գործերի, հա, դա լայն։ Ինչ մարդասպանության գործի ժամկետը անցել է, դե ջան։ В общем, մի խոսքով, ինչ հարց չկա, խնդրեմ չկա, թող բոլորը լինեն, բայց այդ սենտիմենտը, որ մարդիկ նայում են ու զզվում են, կամ չեմ ուզում կապ ունենան այդ տեսակ բաների հետ։ Իմ համար ակնհայտ է, ու ես դա կիսում եմ, ու նորմալ է, որ դրանց պետք է լինի։ Հա, պետք է քաղաքական գործիչը լինի լավ մարդ։ Դա նույն բանն է, ոնց որ բժիշկը պետք է լինի լավ մարդ։ Ճոգում ես, ինչքան ուզում է լավ քիրուրգ լինի, եթե դու իրան տեսել ես ոնց այնքը քացով կատու սպանում խոսքի, չես ուզենա ինքը քեզ օպերացիա անի, հասկանում ես։ Կապ չունի, կարող է հիմիկվա քիրուրգը էլ ավելի վատն է, բայց չպետք է լինի այդ ընտրությունը, դիխոտոմիան եւ այլն եւ այլն։ Դա կարևոր բան է, вообще հասարակական ծառայությունը, բժիշկ, ոստիկան, падգամավոր, վարչապետ, ինքը հենց առաջի հերթին իմ հասկանալով մորալնի հարց է, բարոյական հարց է։ Այդ իրոք պետք է լինեն լավ մարդիկ, անկեղծ, բարի։ Ես չեմ հավատում, որ դա ուղղակի տենց բան է, մենեջերական գործ է։ Դե, հա, օքեյ, այդ որպես իդեալ, որպես գոլ կարելի է դնել, պետք է լինեն այդ տեսանկյունից, էլի, այսինքն մաքսիմալ պետք է ձգտել դրան։ Ու բայց երբեք, քանի որ այդտենց չի լինում, ոնց որ տենց 100%-ից obviously, չէ՞։ Չլինում է այդքան կարող։ Չլինում։ Դու չես կարող ցույց տաս ինչ որտեղ ոստիկանությունը 100%-անոց ասենք բարոյական ծառայողներ ունի։ Չէ, դա բարձր է, չէ, նկատի ունեմ, որ դա պետք է sense շատ բարձ մասալի դիսկուսիա է։ Okay, հասկացա։ Այսինքն դա вообще պետք է կասկածի տակ չդրվի։ Դա պետք է բոլորը sense ասեն, հա, էլի իրոք, խոսքի։ Իրոք, բերեք մեր դա вообще հանենք, էլի փակագծերից հանենք, դա չպետք է դաժե քննարկվի։ Եթե դու ունես այդ այնց ինչ որ մի հատ ռեպուտացիա, вообще բեր մի մասնակցի քաղաքական մշակույթի մասն եմ ես խոսում, որ դաժե դա sense մարդկանց մտքով էլ չանցնի, որ ռեպուտացիա էլի վերադառնալով, որ դա լինի ամենակարևորը, թե դու ինչ ձևի մարդ ես առաջի հերթին։ Ու դրանից արդեն բխող իհարկե ինչ քաղաքական հայացքներ ունես եւ այլն, ինչ ես առաջարկում, ոնց եւ այլն եւ այլն։ Բայց դու ինչ մարդ ես, շատ կարևոր է այս հարցում, հասարակական ծառայությունների հարցում։ Okay։ Չեմ կարծում հիմա սկսել ինչ որ մեկի ծրագիրը քննարկել դա լավ միտք է։ Արժի առանձին քննարկենք ու շատ ժամանակ տրամադրենք դրանց։ Հա, ինձ թվում է կարելի է թողնել հաջորդ խոսակցություններին հենց ծրագրերը։ Երևի այս խոսակցության համատեքստում ամենատենց արդիականը դա բոլորին դեմն է, որովհետև ինչ խոսում ենք գալիս էր իրանց օրակարգին կպնում էր։ Դե մինուսները վերադառնալով ինչ որ մի բան սկսեցինք խոսալ դրա մասին, այդ դրանք են։ Ինչի եք այսքան ուշ սկսե։ Այսինքն ինչա դա ինչ նկատի ունեմ, ես չեմ հավատում, որ դուք այդ կարանալու եք անեք։ Ու այդ ձայներ փոշիացնել եւ այլն, այսինքն չգիտեմ, աշխատելու է դա թե չէ, ինչ է կանելու դուք, եթե դա չի աշխատելու, էսի ոնց որ հնչում է գիտես ավելի շատ ինչ այդ շարժումը, այդ կուսակցությունը, այդ գաղափարը պետք է սկսել հիմա, որ հաջորդ, սրանից հաջորդ 5 տարի հետո ընտրություններին դա իրագործել ու ցանկալի է ընդհանրապես այդ շարժումը, դա ոնց որ բոլորին դեմը ասում է, որ իրանք չունեն քաղաքական լայն իմաստով, հա, այսինքն օրակարգ, ուրիշ ոչ մի բան չեն անելու, բացի այդ 3 կետից, 100 օրով հետո լուծարելու են եւ այլն։ Ինձ թվում է դրա լավ տարբերակը կլներ այդ նույն գաղափարախոսությունը, այդ օրակարգը, այդ 3 կետը, պլյուս մի հատ ինչ որ մնացած հարցերին շուրջ վերաբերող ծրագիր, ուժ մի հատ, որը որ կաներ այդ թեկուզ ոչ թե լուծարման ձևով, այլ ուղղակի կգար իշխանությանը, կփոխեր դա, մենք հաջորդ իտերացիային կունենանք ավելի նորմալ համակարգ, որից հետո հաջորդ իտերացիային արդեն կլինենք եւ ավելի լավ համակարգ, կդառնանք այդ վաղ արդեն 75 տարեկան եւ իմ օրենքներով չէինք կարողանա մասնակցել քաղաքական կյանքի։ Չէ, ուզում եմ ասեմ sense, էլի ոնց որ ես չեմ հավատում, որ այդ տեսակ փոփոխությունները ու այդ տեսակ նյուանսնի ինչ որ հասկացողությունը թե ինչ պետք է անել, այդ պլանը կարելի է սկսել 4-5 ամիս շուտ ընտրություններից ու մեծամասնություն հավաքել ու իրագործել։ Դե ես այդ համարում եմ ինչ որ բան, որը որ
չի օրինակ չեն մտածել դրա մասին մի տարի առաջ, 2 տարի առաջ, ինքը ինչ որ բան է, որը նոր հայտնվել է, նոր ծագել է, այդքան մարդիկ հավաքվել են իրար շուրջ, ինչ որ պահի, ինչ որ իդեայի շուրջ, որը շարունակելու են իրանց ըստ իրանց, այդ շարունակվելու է անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե չանցնեն պարլամենտ, եթե անցնեն ավելի լավ, այդ տեղի ունենալու շատ ավելի շուտ, 100 օրում ինքնալուծարվելու են նոր ընտրություններ, որոնց մասնակցելու են ցանկացած քաղաքական ուժեր, կարծեմ տենց էր։ Ու իրանք էլ ոնց որ տենց նախապես բանալու, որ իրանք չեն մասնակցելու այդ ընտրություններին։ Հա, հենց այդ ուժով առնվազն։ Ու դրա համար կարծում եմ ինձ թվում է ոչ ուշացած է ու ոչ էլ շատ շուտ։ Չէ, բայց խոսքը գնում է հենց այս ընտրությունների ժամանակ։ Հենց այս ընտրությունների ժամանակ, հա, դե մտածում եմ, որ իրանք չէին, օրինակ, չգիտեմ, կարամ խոսամ ինչ-որ մեկի հետ իրանցից կասեմ, բայց չեմ կարծում, որ իրանք մի տարի առաջ բաբշե մտածում էին ընտրությունների մասնակցել ինչ-որ ձևով։ Չէ, էլի եմ ասում, հարց չկա, միտքը այդ 3 կետն էլ ես համաձայն եմ այդ 3 կետի հետ։ Չեմ հավատում, որ այդ տեղի ունենալու այս ընտրությունների ժամանակ, դրա համար ասեցի, հա, օրինակ հաջորդ ընտրությունների մինչև եթե շարունակեն 5 տարի զբաղվել այս գործով, այդ շարժումը, կարող է արդեն ավելի հավանական է, որ կստացվի, ուղղակի պետք է դա այդ միտքը տեղ հասցնել եւ այլն եւ այլն։ Եվ վերադառնալով այն ամենասկզբին, որ ասենք կա ընտրություններ, հեսա ալնելու է, ու ես ինչ որ դիրքորոշում ունեմ, որը ուզում եմ այս խոսակցությունների ընթացքում, ասենք, տենց փոխվի կամ չփոխվի եւ այլն, հələ որ չեմ կարող ասեմ, որ իմ դիրքորոշումը էդ է։ Ոնց որ ստացվում է, որ ամենանորմալ առաջարկը բոլորին դեմ կուսակցությունն է այս բայդրությամբ, բայց համել չեմ հասկանում ինչի համար է պետք իրանց քվեարկել, եթե չի աշխատելու այն ինչ որ իրանք ուզում են անել։ Դե մյուս բանը կա, որ եթե տենց նույն ձևի մտածենք, եթե չի աշխատելու իրանց արածը, կգուբի պետք է ուղղակի չգնալ ու չքվեարկել իրանց փաստացի օրակարգը ու ծրագիրը։ Չացնել քվեատերտիկը։ Չէ, իրանց տենց իրանց ասածը հենց այդ է, ոնց որ փչացնելու փոխարեն ընտրության չգնալու փոխարեն, ոնց որ գնալ ու ընտրել իրանց, որոնք ունեն այս ծրագիրը ու այդ են առաջարկում։ Իմ համար միակ խնդիրը իրանց ծրագրի է նա, որ իրանք պատրաստվում են բանը ձայների մեծամասնությունը չվերցնելու դեպքում մանդատները վայր դնել։ Ես սրա մասին մի հատ էլ ասացի ու նորից կրկնում եմ, իմ համար ամենամեծ խնդիրը այդ է։ Ես չեմ մտածում, որ իրանք ոնց որ վերցնելու են ձայների մեծ մասը, բայց ես համարում եմ, որ շանս կա, որ իրանք կանցնեն պարլամենտ։ Ու ես կուզեի իրանք տեսնել պարլամենտում ու այդ նույն օրակարգը առաջ տանելով, ոչ թե մանդատները վայր դնեն, սկսել օրինակ փողոցային պայքար, չգիտեմ։ Ես կուզեի, որ այդ օրակարգով պարլամենտում գտնվող մարդիկ լինեին, ովքեր բրդում են այդ օրակարգով, ովքեր ասենք ոնց որ հենց այնտեղ այդ նույն հարցերը բարձրացնում են ու փորձում են դրանց ոնց որ լուծումները տալ ընդեր նաև։ Դա ես ինչքան հասկանում եմ, իրանք չունեն ոչ այդ ամբիցիաները, ոչ էլ այդ Դա իրանք ամբիցիաներ ունեն իշխանության գալու։ Այդ շատ ավելի մեծ ամբիցիաներ։ Իրանք չունեն ամբիցիաներ իշխանության գալու, իրանք ունեն 100 օրով իշխանություն վերցնելու, չէ՞, դրա համար կոնկրետ բանի համար։ Հա, բայց դրա համար պետք է իշխանություն ունենան, իրանք պետք է ընտրվեն, պետք է հաղթեն ընտրություններում։ Այդ ամբիցիաները ունեցողը ոնց որ այդ ամենաբարձր ամբիցիաներն են։ Դա հենց այդ էլ ինձ դուր չի գալի, որ իրանք ստեղծել են էլ ինչ որ տարօրինակ առաջարկ, որտեղ իրանք մի կողմից ուզում են քո ասած ձևով իշխանությունը, բայց նրա համար որ անեն շատ սպეციფიկ կոնկրետ բան ու չունեն ոչ մի ուրիշ առաջարկներ, ծրագրեր, կարծիքներ, համապատասխանաբար եթե իրանք չունեն, չի ստացվում այդ անել, իրանք ունեն ասենք 5-10 մանդատ, իրանք դրանք շպրտում են, որտեղ իրանք պետք չի, որտեղ իրանք չգիտեն ինչ անեն դրա հետ։ Չգիտեն, չեն ուզում կապ չունի, չունեն առաջարկ դրա շուրջ։ Հենց դրա համար էլ հետո Ինչ այլ է առաջարկվում։ Առաջարկվում է հավատալ, որ իրանք հենց կանեն այն ինչ որ ուզում են, իսկ այդ շատ սպეციფიկ պլան է, ուղղակի անհավանական է թվում ինձ։ Դրա համար էլի իմ օրինակով թեկուս ամենատենց էմոցիոնալ մակարդակի վրա դու չես ուզում մասնակցես մի բանին, որին չես հավատում, որ կլինի։ Մտածում ես ոնց օգտագործեմ ես իմ ձայնը այս դեպքում, էներգիան, ավելի ինչ որ հաջող չես ուզում պարտվող թմի մի մասն ես, ոչ մեկ չի ուզում նստի նավը, որը Տիտանիկ անունով է, եթե դու գիտես, որ գնալու է կեսը լինի։ Դա բնական է, որ իրանք ու դրա հետ չեն աշխատել ոչ մի ձև։ Ոնց որ ինչքանով ես հիմա եմ հասկացել, որ հա հաստատ կլինի, չի լինի, ջանդամ, մանդատները կշպրտենք, եթանք մեր գործերին կգտնենք։ Դա
լավ առաջարկ չի ինձ թվում։ Դե լավ առաջարկ չի, ինձ չհամոզեց։ Ինձ ամենաանհանգստացնող բանը կրկին մենակ է դա։ Այն 3 կետերի հետ մեծ մասամբ համաձայն եմ։ Բոլորին դեմ ասացի ինչն է իմ խնդիրը, այդ իրանից բխող մեխանիզմների բացակայությունն է, ու ես կուզեի տեսնել իրենք ոնց են մտածում այդ դրա վերաբերյալ, էլի, այսինքն օքեյ, բոլորին դեմը ավելացվեց քվեաթերթիկներում, հետո ինչ, ոնց են իրանք պատկերացնում այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունը հենց այդ կետում։ Դրանք հաջորդ խոսակցության համար մի հատ ուսումնասիրենք ինչ փորձ կա աշխարհում, ոնց է այդ աշխատում, մենք այդ հիման վրա մի հատ հասկանանք։ Վենետիկ զանգենք, յոգենք ինչ են ասում։ Համաձայն եմ, համաձայն։ Իմ երազանքները ոնց ես կուզեի որ ելներ։ Ես կուզեի ելներ մի հատ սոցիալ-դեմոկրատական ուժ, դա ընդունելի տարբերակ կլներ։ Հենց բուն, բառից բուն իմաստով, հին կլասիկ դասական 20-րդ դարի սկզբի սոցիալ-դեմոկրատական մի հատ ուժ, որը որ այս օրակարգը իր մեջ ներառելով նաև մնացած օրակարգերը իր մեջ ունենալով, կեթար հիմիկվա համակարգում կդառնար թեկուզեն երրորդ ուժը, որ բոնուսներով կստանար մանդատներ, ու կլներ մի հատ ուժ, որը այդ 5 տարի կզբաղվեր նրանով, որ հաջորդ ընտրությունների ստանար իշխանություն, աներ այդ սաղ ամեն ինչը եւ այն։ Էդի կլներ երևի թե իդեալական տարբերակը։ Ես մտածի որ 20-րդ դարի սկզբների սոցիալ-դեմոկրատական ուժը այդ հիմիկվա բավականին ռադիկալ սոցիալիստ այն ժամանակում, էլի։ Ես չէի ուզում դու բացեիր այդ։ Դու կուզեիր այսինքն հիմիկվա բավականին ռադիկալ սոցիալիստական ուժ, որը որ ես կուզեի SR-ները իմպերատորի կարետան գմփցնեին։ Էսի իմ այնչա հոտված է, էսի իմպերատորը ով է։ Ես իմ ով է, չգիտեմ, նոր շմսենց էլի, եթե երազենք, էսի լավ տարբերակը, մի հատ նոր դեմքեր են գալի, ովքեր ոչ մի հարց չունեն ռեպուտացիոն, առաջարկում են նորմալ ինձ դուրեկան օրակարգ, շարժվում ենք առաջ։ Դե եթե տենց ոնց որ նայենք էլի ովքեր են իրանց առնվազն position-անում սոցիալ-դեմոկրատներ, այդ Հայկ Մարությանի նոր ուժ կուսակցությունն է, որը տենց առնվազն հենց կուսակցության ծրագրում նշվում է, որ իրանք սոցիալ-դեմոկրատական ուժ են, սոցիալ-ռեֆորմիստական, ոնց որ սենց է իրանց գուրի անունը, բայց հետո դե բացում են, որ այդ սոցիալ-դեմոկրատական են ու այդ ճանապարհը իրանց ընտրած այդ ռեֆորմների ճանապարհն է, դրա համար սոցիալ-ռեֆորմիստական։ Եթե չեմ սխալվում։ Հայերեն այդ նայ հայկական քաղաքական մշակույթը այնքան ձևավորված չի, որ մենք նույնիսկ նորմալ բառերան չունենք խոսալու համար, ասենք սոցիալ-ռեֆորմիստական է ինչ է նշանակում։ Ռեֆորմներն ուզում ասեմ։ Ով չի ուզում անի։ Ինչ ուժ կա որ գալիս է ասում է, չէ, ոնց կա, տենց ենք պահելու կոնսերվատիվ, պահպանական ուժերը։ Չէ, դե ուզում եմ ասեմ, բառը ես կարդում եի ԿՊ-ի էլի ծրագրի մեջ, այնտեղ նենց մի հատ բառ կա, որ այդ բառը, չէ բառը, որ քեզ թվում է հասկանալի իմաստ ունի, բայց հենց մտածում ես ուզում ես իմաստը հասկանաս, չես հասկանում, ես ունեմ մոտս գրած, ծրագիրը քննարկելուց մի հատ կհիշենք կվերադառնանք դրան, բայց ուղղակի որպես տենց սիմպտոմ բառ ես գտնում քաղաքական ծրագրի մեջ, որ երբ որ Google-ում ես իրան, ինքը կա մենակ այդ ծրագրի մեջ ու հղումներին դեպի այդ ծրագիր։ Այսինքն մարդիկ ԿՊ-ում նստել են, ինչ մի հատ բառ են հորին է, որը ուղղակի բառարանում ոչ մի տեղ չկա, ոչ մեկ չգիտի կոնկրետ այդ ինչ է նշանակում ու չի բացատրվում ծրագրի մեջ։ Ուղղակի ինչ որ բառ, ինչ որ մասերից կազմած, դա չի կարելի էլի տենց։ Հակառակը պետք է ավելի բարձ լնես, ինչքան որ հնարավոր է այս этаպում զարգացման, երբ որ հասարակությունը թել է տենց ABC տարերը հազիվ ենք նոր ջոգում ինչ որ բաներ, մենք որպես հասարակություն, դուք ընդ ինչ որ սոցիալ ռեֆորմիստական։ Հարց չկա։ Մենք ես չեմ ուսումնասիրել, այդ երևի հələ տենց երևի միակ կարևոր ուժն է, որը ես չեմ հասցրել հələ տենց մոտիկից սաունթանամ նոր ուժին, բայց անպայման կարելի է հաջորդ խոսակցություններին, բայց սկզբից հիմնական գործիչներին ես կուզեի մի հատ քննարկեի։ Ցավոք չենք կարող քննարկենք Հայաստան դաշինքի ծրագիրը, որովհետև չկա գոյություն չունի։ Այդ ոնց որ այդ բոլորին դեմ ենք, դեն փետրվարին բացում իրանց կուսակցությունն ու շարժումը, նույն ձևը Հայաստան դաշինքը մտնում ես Գրում առաջարկեք ծրագիր։ Այդ մարդիկ ես ուզում եմ ասեմ գործի չեն գնաց, ոչ միտեղ։ Եթե ես գիտեմ, որ ես ունեմ
3 ամսից շատ մեծ պրոյեկտ, որը 5 տարին մեկ ալնում, ամենակարևոր պրոյեկտն է։ Ոնց կարամ ես 3 ամիս շուտ ոչ մի բան չունենամ պատը։ Ոչ մեկ չի ջղայնանում, այնտեղ աշխատողների վրա ասում ուր է մեր ծրագիրը։ 2 ամսից ընտրությունների ենք։ Չկա։ Դենստումը տանցա որոշել այդ ջղայնացողը նաև ոնց որ։ Հələ տեսեք ժողովուրդը ինչ է ուզում։ Դա է խնդալու է կոնտեքստի համար Հայաստան դաշինքը դի Քոչարյանի գլխավորված ուժն է, երբ որ մտնում ես իրենց կայք իրանք չունեն ծրագիր, ու ծրագրի փոխարեն կոճակը, որտեղ որ գրած բացատրում է քեզ, որ մենք միասին ենք ինչ որ կառուցելու, չգիտեմ, ինչ ուժեղ Հայաստանը, դա մեր գաղափարախոսությունն է, դա ուղղակի չենք ասում։ Դա նաև նկատի ունենք, որ ծրագիրներ ենք միասին գրելու, ու կոճակ կա, որտեղ դու գնում ես հարցում ես անցնում, որի հիման վրա իրենք երբի պիտի ծրագիր գրեն։ Չէ, բերեք դուք գրեք ծրագիրը, ես հետամ իմ գործերով զբաղվեմ կլինի, ես սա օրը ինչ որ հարցեր ունեմ լուծելու, ձեզ դուք ինչի իմացեք, մենք պետք է մի հատ ձեր ծրագիրը գրենք, միասին են գրելու ծրագիրը։ Դա երևի բան էլի, մտածել են թույն ինչ որ պրիոմ չի կա տիպը։ Յանի մարդիկ զգան, որ իրանք մասնակից են։ Չէ, ախպետ ծրագիրը գրի, ես կարդամ հասկանամ։ Դա կոնցեպտի մասն է կազմում, չէ՞, ոնց որ միասին են կազմում, դա էլ բուկվալն է, յանի եկեք մեր հետ կազմում։ Պրոստը Այսինքն իրանք ոնց են ներկայանում, մենք ուղղակի abstract քաղաքական ուժ ենք, ուղղակի բան ենք, սասուդ ենք։ Ոնց որ իրանք բոլոր այդ առաջարկները ընդունելու են մտցնեն ծրագրի մեջ, թե всё-же ինչ որ բան է, մոդերացիա ելնել։ Դա եմ ասում, իրանք ինչ որպես ներկայանում են, մենք տիպը ուղղակի sense դատարկ քաղաքական ուժ ենք, դուք ասեք, մենք ինչ պետք է անենք, մենք անենք։ Դա իսկ իրականում հավանաբար ոնց որ ընտրվելու է, չէ՞։ Ու ամենավերջում ամենայն հավանականությամբ ոչ մի ծրագրի մաս, որը ժողովրդից է առաջարկվել չի անցնելու։ Կամ եթե անցնելու է, դա ինչ կարևոր է, առավել եւս երբ որ մենք գիտենք ովքեր են այդ մարդիկ, այսինքն շատ մեծ քաղաքական գործիչի պատմություն ունեցող մարդիկ գալիս են դրսևորում են իրանց որպես ինչ կասեք ժողովուրդ ջան, եսի մենք 20 տարին ինչ էինք ասում վեջներին, չէ, ինչ ուզում անում եք, խիպը։ Դե օրինակ եթե մտնենք գրենք որ բանը ծրագրի կետերից մեկը պետք է լինի ընտրական շոյը իջացնել 1% բոլորին դեմ եմ ավելացնել քվեաթերթիկներում ու կայուն մեծամասնություն չեղարկել իրանք ավելացնելու այդ ծրագրի մեջ։ Ես sense կանե, ես կմտնեի կգրեի այնտեղ օրակարգի թիվ 1 կետը ունենալ ծրագիր, երբ որ գալիս ես ընտրությունների, ինքնուրույն գրել քո ծրագիրը։ Ու այդ օրենքով ամրագրվի։ Հա, օրենքով ամրագրեք, մի հատ ներկայացնել մարդկանց, հետո հարցնել իրենց կարծիքը, բայց ոնց որ ապրիլին չունենալ ծրագիրը ուղղակի խնդալու է։ Այդ ինչ տիպի յոգմաս իրանք ոնց են ընկալում էլի նույն այդ քաղաքական մշակույթը, որ մտածել են, որ դա լավ միտք է։ Ու ինչ տիպի ոչ մեկի վեճը չի այդ ծրագրերը, որ դա իրոք կարող է աշխատի։ Դա ինձ թվում է իրանք ուղղակի սովոր չեն, իրանք ամբողջ ընթացքում Հայաստան դաշինքի հետ եմ նկատի ունեմ ու Ռոբերտ Քոչարյանին երբեք ծրագիրը կարևոր չի եղել իրանց ընտրությունների ժամանակ ամբողջ ընթացքում։ Ու իրանք նոր սովորում են ծրագրի հետ ինչ որ բան անել։ Այո։ Մեզ պետք է ծրագիր գրել։ Ինչ է։ Սպասի ինտերնետում մարդկանցից հարցնեմ։ Դες լավ չի, Facebook-ում ստատուս գրեք, թող կոմենտներում մարդիկ բան սմայլիկներով ծրագիր կազմեն ձեր համար։ Այո։ Ես ուզում եի նաև ինչ որ պահի ես կուսումնասիրեմ, թե նախկին ոնց որ իշխանություններից ովքեր ունեցել են ինչ-որ ծրագիր ու այդ ծրագրով եկել են իշխանության, այդ ծրագրի քանի կետն են Հայաստանի։ Հայաստանի։ Հա։ Հետաքրքիր է։ Դե մենք ինչ ենք ունեցել։ Մենք ունեցել ենք փաստացի նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ հաշվեց, հա։ Մի քիչ ավելի։ Չէ, նկատի ունեմ դա ես էդի չեմ հաշվում։ Չէ, որպես ժողովրդավարական կերպով ընտրված իշխանություն։ Ծրագրերը զուտ։ Դա ծրագիրը, եթե դու ժողովրդավարական ձևով չես ընտրված։ Հա, բայց հետաքրքիր է, ժողովրդավարական ձևով չես ընտրված, բայց ծրագիր կա գրած ամեն դեպքում, տենց ֆորմալ ծրագիրը կա։ Ինչքանով է ոնց որ այդ քո իշխանությունը։ Դե թե նա, եթե ժողովրդավարական ձևով չես ընտրվում, ասացի դու կարաս ծրագրումդ պրոստը գրես այն ամեն ինչը, ինչ որ իրոք պատրաստվում ես անես։ Մեկը ոնց որ ընտրվելու ես, չէ՞։ Ու հետաքրքիր է ինչքանով է։ Չէ, հəլի հարց չկա, ուղղակի տես, դա նույն բանն է, որ այդ դիսկուրսը, էլի, այդ բանը, այդ ոնց որ
նույն ձև թե մենք вообще ենք լուրջ վերաբերվում այդքան ռեպուտացիա վատ ունեցող մարդկանց որպես գործիչ ու տարբերակներ, այս էլ նույն բանն է։ Ոնց որ իրանց ծրագրերը լուրջ քննարկել, դա նշանակում է լեգիտիմացնել իրանց այդ ժամանակին եղած որպես իշխանություն։ Դա նույն բանն է, ոնց որ դնել լուրջ նայել ինչ թվեր են նկարել Ռուսաստանում հերթական ընտրություններին, որ այդ fake տասնյակ կուսակցություններին ում քանի տոկոս են տվել, դա բնականաբար դա ուղղակի դու լեգիտիմացնում ես ինչ որ լրիվ հորինած բան, դա էլ է տենց, նու տենց բոցի համար իհարկե կարելի է, բայց օրինակ դա լուրջ խոսակցություն չի։ Դու նկատի ունես ուրեմն 2018-ից սկսած ոնց որ իշխանությունը իր ծրագրերը ինչքան է իրականացրել։ Դա միակ, նու էլ եմ ասում, մի տենց եթե չենք նայում են առաջի նախագահին, դա շատ հին արդեն ու արդեական չի կարելի է նայել, բայց տենց հիմիկվա օրվա միակ լեգիտիմ էլի քննարկումը ու իրոք կարելի է հարց տալ ու կարելի է ենթադրել որ դա օրինակ կետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը Ադրբեջանի սահմաններում ընդդեմ Հա դե այդ հարցերը օրինակ կարելի է տալ դա լրիվ նորմալ լուրջ խոսակցություն է կարելի է մարդկանց բերել ասել երկրորդ անգամ եք ուզում մի հատ առաջի անգամի հաշվետվությունը մի հատ տվեք հասկանանք ինչ ա եղել այո Ինչ ես կարծում, այսօր սրանով ավարտենք։ Այս թվում է այսքանը բոլոր առաջի խոսակցության համար։ Մի հատ կլսենք, եթե դուք լսում եք այս ինտերնետի մեջից, ուրեմն մենք սա լսեցինք, մեզ դուր եկավ, մոնտաժեցինք եւ դուք լսեցիք Սովորական մարդիկ podcast-ի առաջի թողարկումը Սովորական մարդկանց մասնակցությամբ